Ուշադրություն դարձրեք այս պատմությանը, քանի որ այն սկսվում է որպես պայմանագիր, բայց վերածվում է շատ ավելի մեծ բանի։ Մի կին, սիրտը լի երազանքներով դրանք իրականացնելու դաժան վերջնաժամկետով։ Մի մարդ, կապված կանոններին, խոստումներին, չափազանց ծանր անցյալին։ Եվ այս ամենի մեջտեղում սերը հայտնվում է ամենագեղեցիկ ու անկանխատեսելի ձով։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մի մեգապոլիսում, որտեղ ժամանակն ավելի արագ է վազում, քան զգացմունքները, որտեղ շենքերը վեր են խոյանում որպես բետոնե ապակե հսկաներ, որտեղ մարդիկ շտապ անցնում են փողոցները, առանց միմյանց աչքերի մեջ նայելու, ապրում է Կլարան։ Կլարա Սարգսյան-Օհանյանը, 23 տարեկան, մանկապարտեզի ուսուցչուհի է Երանի Արելյան թաղամասի քաղաքային դպրոցում։ Նա տիկին Մարթայի, թոշակառու դերձակուհու, հանգուցյալ պարոն Անտոնի միակ դուստրն էր, ով ամբողջ կյանքում աշխատել էր որպես ավտոբուսի վարորդ, մահացել էր 2 տարի առաջ, թողնելով դատարկություն, որը դեռ ցավում էր Կլարայի կրծքում, որպես չսպիացող վերք։ Կլարան տարբեր էր։ Մեծ քաղաքի քաոսի մեջ նա զարգացրել էր հազվագյուտ, գրեթե անախրոնիստական զգայունություն։ Ամեն օր շուտ էր արթնանում, ջրում էր իր մանուշակները Վարդերի այգի թաղամասի վարձակալած բնակարանի պատուհանագոգին, սուրճ էր պատրաստում կտորե ֆիլտրով, ինչպես մայրն էր սովորեցրել, աշխատանքի էր գնում անկեղծ ժպիտով։ Ճանապարհին նա ողջունում էր շենքի դռնապանին, հաց էր գնում անկյունի հացատնից, բարի խոսքեր էր փոխանակում տիկին Զելմայի հետ, ով ամեն առավոտ մետրոյի կայարանի մայթին ծաղիկների կրպակ էր բացում։ Դպրոցում Կլարան հայտնի էր այն ջերմությամբ, որով վերաբերվում էր յուրաքանչյուր երեխայի։ Նա գիտեր իր բոլոր աշակերտների անունները, գիտեր, թե ով էր վախենում մթությունից, ով էր նախընտրում նկարել, քան բակում խաղալ, ով էր եկել անկայուն ընտանիքից լրացուցիչ գրկախառնության կարիք ուներ։ Նրա գործընկերներն ասում էին, որ նա շնորհք ուներ, իր սեփական լույսը։ Կլարան պարզապես ժպտում էր ասում, որ հավատում է սիրուն, որպես վերափոխող ուժի։ Նա հավատում էր, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել, որ մարդիկ կարող են ավելի լավը լինել, որ իսկական սերը գոյություն ունի, արժե սպասել դրան։ Եվ Կլարան սպասում էր։ 23 տարեկանում, հարաբերությունների հավելվածների պատահական հանդիպումների դարաշրջանում, Կլարան պահպանում էր իր կուսությունը, ինչպես թանկարժեք զարդ։ Ոչ թե ամոթից, ոչ թե վախից, ոչ թե կրոնական պարտադրանքից, այլ գիտակցված խորը ընտրությամբ։ Նա հավատում էր, որ իր առաջին անգամը պետք է լինի հատուկ մեկի հետ, մեկի, ով իսկապես կսիրի իրեն, մեկի, ում հետ կկառուցի կյանք, ընտանիք։ Նա երազում էր պարզ, բայց իմաստալից ամուսնության մասին։ Նա երազում էր փոքրիկ տան մասին, այգիով, որտեղ կարող էր իր ծաղիկները տնկել։ Նա երազում էր բակում վազվզող երեխաների մասին, կիրակի առավոտյան արձագանքող ծիծաղի մասին։ Երազանքներ, որոնք անհամաչափ էին իր բանկային հաշվին, բայց համաչափ էին իր սրտի մեծությանը։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ սկսեց փլուզվել։ Մի քանի ամիս առաջ Կլարան տարօրինակ ցավեր էր զգում։ Ինտենսիվ կոլիկներ, որոնք չէին համընկնում իր դաշտանային շրջանի հետ, որն, ի դեպ, ավելի ու ավելի անկանոն էր դառնում։ Շրջաններ, որոնք երբեմն տում էին շաբաթներ, երբեմն էլ անհետանում էին ամիսներով։ Սկզբում նա փորձեց անտեսել դա վերագրելով աշխատանքային սթրեսին, շտապ սննդակարգին, ծանր առօրյային։ Բայց ցավերն ուժեղացան։ Մի առավոտ, երբ դպրոցի բակում երեխաների հետ շուրջպար էր խաղում, այնքան ուժեղ ցավ զգաց, որ ստիպված եղավ պատին հենվել, որպեսզի չընկնի։ Դպրոցի տնօրենը, անհանգստացած, պնդեց, որ Կլարան բժշկի դիմի։ Տիկին Մարթան, նույնքան անհանգիստ, խառնեց իր խնայողությունները, կարողացավ մասնավոր խորհրդատվություն կազմակերպել քաղաքի կենտրոնում գտնվող մասնագիտացված կլինիկայում։ Կլարան դիմադրեց, ասաց, որ դա փողի վատնում է, որ հավանաբար պարզապես պարզ բորբոքում է։ Բայց մայրը անդրդվելի էր, ինչպես միայն մայրերը կարող են լինել, երբ զգում են, որ ինչ-որ բան այն չէ իրենց երեխաների հետ։ Խորհրդատվության առավոտյան Կլարան արթնացավ կրծքի ցավով։ Հագավ իր լավագույն հագուստը, մուգ ջինսե տաբած սպիտակ բամբակյա բլուզ, շագանակագույն մազերը հավաքեց պոչով մետրոյով գնաց դեպի Մաշտոցի պողոտա։ Կլինիկան գտնվում էր Հայելապատ, ժամանակակից շենքի 13-րդ հարկում, լայն ընդունարանով, մարմարե հատակով պատերին աբստրակտ նկարներով։ Կլարան իրեն փոքրիկ էր զգում այնտեղ, անտեղի։ Մյուս հիվանդները թանկարժեք հագուստներ էին կրում, դիզայներական պայուսակներ, հեռախոսով խոսում էին հանդիպումների միջազգային ճանապարհորդությունների մասին։
Նա սեղմեց իր նախշավոր կտորե պայուսակը, կրծքին սպասեց իր հերթին, անուշադիր թերթելով դեկորացիայի մասին ամսագիր։ Երբ վերջապես լսեց իր անունը, սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա հետեց բուժքրոջը սպիտակ լուռ միջանցքով դեպի ընդարձակ սենյակ, ազնվական փայտից սեղանով, տեխնիկական գրքերով լի դարակներով պատերին շրջանակված դիպլոմներով։ Սեղանի հետում մոտ 35 տարեկան մի տղամարդ, կոկիկ մազերով, մուգ աչքերով կենտրոնացած արտահայտությամբ համակարգչում թղթեր էր վերլուծում։ Նա հայացքը բարձրացրեց, երբ Կլարան մտավ։ Բժիշկ Միքայել Բաղդասարյան։ Անունը փորագրված էր սեղանին դրված ոսկեզօծ ցուցանակի վրա։ Կլարան մտովի կարդաց, սարսուռ զգաց։ Նա խորհրդատվությունից առաջ համացանցում որոնել էր նրա մասին։ Միքայել Բաղդասարյանը համարվում էր երկրի ամենապահանջված արհեստական բեղմնավորման մասնագետը։ Ավարտել էր Երանի պետական բժշկական համալսարանը, մասնագիտացել էր Երանի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, մագիստրոսական աստիճանը ստացել էր Երանի պետական համալսարանում, ուներ անթերի ինքնակենսագրություն։ Նա հիվանդանոցային կայսրության Բաղդասարյանի առողջապահական ցանցի ժառանգն էր, որը հիմնադրվել էր իր պապի կողմից տասնամյակներ առաջ։ Մի մարդ, ով սովոր էր հաջողությանը, ճշգրտությանը, ճշգրիտ թվերին։ Մի մարդ, ով կարծես ժամանակ չուներ էմոցիոնալ նրբությունների համար։ Բարի լույս, ասաց նա, առանց ժպտալու։ Նստեք, խնդրում եմ։ Կլարան ենթարկվեց, ձեռքերը դողում էին ծնկների վրա։ Միքայելը մի շարք օբյեկտիվ հարցեր տվեց։ Տարիքը, բժշկական պատմությունը, ընտանեկան պատմությունը, ապրելակերպը, ախտանիշները։ Կլարան ամեն ինչին պատասխանեց ցածր, գրեթե ամաչկոտ ձայնով։ Նա արագ գրառումներ էր անում, առանց ուղիղ նայելու նրան, կարծես տվյալներ էր մշակում արդյունավետ մեքենայում։ Այնուհետ խնդրեց, որ նա պառկի բժշկական մահճակալին ֆիզիկական զննման համար։ Կլարան ենթարկվեց, մարմինը լարված, սիրտը արագացած։ Ամեն ինչ արագ էր, կլինիկական, անձնական։ Կպահանջեմ մի քանի լրացուցիչ հետազոտություններ, ասաց Միքայելը, վերադառնալով սեղանի հետ։ Տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն, հորմոնալ չափումներ, արյան ընդհանուր քննություն։ Տիկինը կվերադառնա հաջորդ շաբաթ արդյունքներով, մենք կխոսենք ախտորոշման մասին։ Կլարան գլխով արեց, վերցրեց հետազոտությունների ուղեգիրը։ Սենյակից դուրս եկավ դողացող ոտքերով։ Հաջորդող շաբաթը Կլարայի կյանքի ամենաերկարն էր։ Նա արեց բոլոր հետազոտությունները, փորձեց պահպանել սովորական առօրյան, ժպտալ դպրոցի երեխաներին, օգնել մորը տնային գործերում։ Բայց գիշերը, մենակ սենյակում, նայում էր առաստաղին, կրծքին անբացատրելի ծանրություն էր զգում։ Կարծես ինչ-որ բան պատրաստվում էր փոխվել, կարծես լուռ փոթորիկ էր մոտենում։ Վերադարձի նշանակված օրը Կլարան արթնացավ սրտխառնոցով։ Գրեթե հրաժարվեց գնալուց։ Բայց տիկին Մարթան բռնեց նրա ձեռքը, խորը նայեց նրա աչքերի մեջ, ասաց, որ անկախ նրանից, թե ինչ կասի բժիշկը, նրանք միասին կդիմակայեն։ Կլարան կարճեց այդ խոստումից գնաց։ Միքայել Բաղդասարյանը նրան ընդունեց նույն պաշտոնականությամբ, ինչ առաջին անգամ։ Խնդրեց, որ նստի, բացեց մի թղթապանակ, հետազոտությունների արդյունքներով սկսեց խոսել։ Կլարան փորձեց ուշադիր լինել, բայց բառերը կարծես հեռվից էին գալիս, խեղդված, աղավաղված։ Վաղաժամ ձվարանային անբավարարություն։ Ձվարանային պաշարի կտրուկ նվազում։ Հորմոնալ մակարդակներ, որոնք անհամատեղելի էին տարիքի հետ։ Անբարենպաստ կանխատեսում բնական պտղաբերության համար։ Ժամանակի չափազանց սահմանափակ պատուհան։ 3 ամիս, գուցե ավելի քիչ։ Կլարան զգաց, որ հողը սահում է ոտքերի տակից։ Զգաց, որ օդը պակասում է թոքերում։ Զգաց, որ արցունքներն այրում են աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Միքայելը շարունակում էր խոսել, այժմ բուժման տարբերակների մասին։ Արհեստական բեղմնավորում։ Սերմնահեղուկի բանկ։ Անանուն դոնորներ։ Ձվարանների խթանում։ Ագրեսիվ արձանագրություններ։ Վիճակագրություն։ Տոկոսներ։ Սառը թվեր, որոնք Կլարայի կոտրված սրտի համար իմաստ չունեին։ Նա ընդհատեց նրան։ Ձայնը թույլ էր, գրեթե շշուկ։ Բժիշկ, ես պետք է ձեզ մի բան ասեմ։ Միքայելը դադարեց խոսել, նայեց նրան, առաջին անգամ իրական ուշադրությամբ։ Կլարան խորը շունչ քաշեց, ձեռքերը սեղմած իրար։ Ես կույս եմ։ Ոչ թե վախից, ոչ թե պարտադրանքից։
այլ ընտրությամբ։ Ես միշտ հավատացել եմ, որ իմ առաջին անգամը կլինի մեկի հետ, ում կսիրեմ, մեկի, ում հետ կկառուցեմ կյանք։ Ես դա պահպանել եմ հատուկ պահի, իսկական սիրո համար։ Եվ հիմա դուք ինձ ասում եք, որ ես ունեմ 3 ամիս։ 3 ամիս մեկին գտնելու, ամուսնանալու, հղիանալու համար։ Ինչպես դա անեմ, բժիշկ։ Ինչպես ամբողջ կյանքը տեղավորեմ 3 ամսվա մեջ։ Հետո լռությունը խիտ էր, ծանր։ Միքայել Բաղդասարյանը, ով սովոր էր բարդ դեպքերի հետ գործ ունենալ, նուրբ իրավիճակների, հղիության համար հուսահատ կանանց հետ, երբեք նման հիվանդ չէր հանդիպել Կլարայի նման։ Կար ինչ-որ բան նրա փխրունության մեջ, այդ խոսքերի հում անկեղծության մեջ, որն անսպասելիորեն հարվածեց նրան։ Նա թիկունքով հենվեց աթոռին, ձեռքը անցկացրեց դեմքին հոգոց հանեց։ Հասկանում եմ ձեր իրավիճակի բարդությունը, ասաց նա, ձայնը մի փոքր ավելի մեղմ։ Եվ գիտեմ, որ իմ ներկայացրած տարբերակները կարող են սառը, անձնական թվալ։ Բայց բժշկական տեսանկյունից դրանք ամենաիրագործելի այլընտրանքներն են։ Անանուն դոնորով արհեստական բեղմնավորումը կարող էր արագ իրականացվել, առանց հարաբերությունների անհրաժեշտության։ Դուք կարող էիք իրականացնել մայր դառնալու ձեր երազանքը, նույնիսկ առանց այն իդեալական համատեքստի, որը պատկերացնում էիք։ Կլարան գլխով արեց, արցունքները վերջապես թափվեցին։ Բժիշկ, խոսքը միայն մայր դառնալու մասին չէ։ Խոսքը ընտանիք կառուցելու մասին է։ Խոսքը սիրո մասին է։ Խոսքը իմ կողքին մեկին ունենալու մասին է, մեկին, ով կբռնի իմ ձեռքը, ով կզարթնի ինձ հետ կեսգիշերին, երբ երեխան լացի, ով կնայի ինձ կասի, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես չեմ ուզում դա անել մենակ։ Ես չեմ կարող։ Միքայելը լռեց։ Երկար վայրկյաններ դիտեց Կլարային։ Կար ինչ-որ բան նրա մեջ, որն անհանգստացնում էր նրան, որը շոշափում էր մոռացված մի տեղ, որը նա վաղուց փակել էր։ Գուցե դա նրա երազանքների մաքրությունն էր, այնքան տարբեր այն պրագմատիկ հաշվարկային աշխարհից, որում նա ապրում էր։ Գուցե դա նրա քաջությունն էր, բացահայտելու իր խոցելիությունը, իր կուսությունը, իր ցավը։ Գուցե պարզապես ճակատագիրն էր, տարօրինակ կերպով դավադրելով։ Քանի որ Միքայել Բաղդասարյանը նույնպես վերջնաժամկետ ուներ։ Վերջնաժամկետ, որը ոչ մի կապ չուներ կենսաբանության հետ, այլ ընտանեկան բյուրոկրատիայի ժառանգության հետ։ Նրա պապը, Անտոն Կարապետ Բաղդասարյանը, 50 տարի առաջ հիմնադրել էր Բաղդասարյանի առողջապահական ցանցը։ Սկսել էր Երանի հարավային թաղամասում գտնվող փոքրիկ կլինիկայից, քրտնաջան աշխատանքի ձեռնարկատիրական տեսլականի շնորհիվ, այն վերածել էր կայսրության հիվանդանոցներով, կլինիկաներով, լաբորատորիաներով, որոնք տարածված էին ամբողջ մարզում։ Երբ մահացավ 2 տարի առաջ, նա թողեց մանրամասն կտակ, կոնկրետ դրույթներով իրավահաջորդության վերաբերյալ։ Միքայելը միակ արական սեռի թոռն էր, բնական ժառանգը։ Բայց պապը, պահպանողական ավանդական, պահանջ էր դրել։ Ցանցի մեծամասնական վերահսկողությունը ստանձնելու համար Միքայելը պետք է ամուսնացած լիներ, երեխա ունենար մինչ այդ կիսամյակի վերջը։ Պատրիարքի մտադրությունն էր ապահովել տոհմի շարունակականությունը, ընտանեկան արժեքների պահպանումը։ Եթե Միքայելը չկատարեր այդ պահանջը մինչ սահմանված ժամկետը, ընկերության վերահսկողությունը կանցներ իր մորը, Սելինա Բաղդասարյանին, սառը, հավակնոտ պրագմատիկ կնոջը, ով արդեն պարզ էր դարձրել իր մտադրությունները։ Վաճառել հիվանդանոցը օտարերկրյա ներդրողների խմբին բազմապատկել ունեցվածքը։ Միքայելը սիրում էր այդ հիվանդանոցը։ Նա մեծացել էր միջանցքներով քայլելով, պապին հիվանդներին ընդունելիս դիտելով, բժշկության մարդկության մասին սովորելով։ Բժիշկ դառնալը ոչ միայն մասնագիտական ընտրություն էր, այլ ընտանեկան ժառանգությունը պատվելու միջոց։ Այն գաղափարը, որ ամեն ինչ կվաճառվի, կկորցնի իր ինքնությունը, կվերածվի պարզապես մեկ շահութաբեր բիզնեսի, անտանելի էր։ Բայց նա ծուղակում էր։ Նա ընկերուհի չուներ, լուրջ հարաբերությունների հեռանկար չուներ, ժամանակ տրամադրություն չուներ այնպիսի էմոցիոնալ ներգրավվածության համար, որն ամուսնությունն էր պահանջում։ Եվ հիմա, նստած Կլարայի դիմաց, անհեթեթ մի գաղափար սկսեց ձևավորվել նրա մտքում։ Մի գաղափար, որը մարտահրավեր էր նետում ցանկացած տրամաբանության, ցանկացած ռացիոնալության։ Բայց որը, տարօրինակ կերպով, իմաստ ուներ այդ ամբողջ խելագարության մեջ։ Նա առաջ թեքվեց, արմունկները հենեց սեղանին, ուղիղ նայեց Կլարայի աչքերի մեջ։ Ես առաջարկություն կանեմ, որը կարող է խելագար թվալ, ասաց նա, ձայնը զուսպ, բայց լարվածությամբ լի։ Եվ ուզում եմ, որ դուք ինձ լսեք մինչ վերջ, նախքան որևէ բան պատասխանելը։ Կլարան, դեռ արցունքները սրբելով, դանդաղ գլխով արեց։
Ես նույնպես վերջնաժամկետ ունեմ, սկսեց Միքայելը։ Եվ դա ներառում է ամուսնություն-հայրություն։ Ես պետք է ամուսնացած լինեմ, երեխա ունենամ մինչ այս կիսամյակի վերջը։ Եթե ես չկատարեմ այդ պահանջը, կկորցնեմ այն հիվանդանոցի վերահսկողությունը, որը կառուցել է իմ պապը, այն հիվանդանոցը, որն իմ կյանքն է։ Ահա իմ առաջարկը։ Ամուսնացեք ինձ հետ։ Հարմարավետ ամուսնություն, համաձայնություն երկու մարդու միջ, ովքեր պետք է փրկեն իրենց կյանքի տարբեր մասերը։ Ես ձեզ առաջարկում եմ լավագույն բժշկական բուժումները, ֆինանսական անվտանգություն, կայունություն։ Դուք կկարողանաք իրականացնել մայր դառնալու ձեր երազանքը, անհրաժեշտ աջակցությամբ։ Փոխարենը, դուք կդառնաք իմ կինը թղթի վրա ինձ կտաք այն ժառանգին, որն ինձ անհրաժեշտ է հիվանդանոցը պահպանելու համար։ Առանց սիրավեպի, առանց էմոցիոնալ ակնկալիքների։ Պարզ, օբյեկտիվ համաձայնություն, որը ձեռնտու է երկուսիդ համար։ Կլարան լայն բացեց աչքերը, անկարող մարսելու այն, ինչ նոր էր լսել։ Նա լուռ մնաց երկար րոպե, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա կարող էր լսել այն իր ականջներում։ Սա խելագարություն է, ասաց նա վերջապես, ձայնը դողացող։ Դուք ինձ առաջարկում եք ամուսնություն առանց սիրո։ Գործարքային ամուսնություն։ Կարծես մենք արտրային պայմանագիր ենք ստորագրում։ Հենց այդպես էլ կա, պատասխանեց Միքայելը, առանց շրջանցելու։ Պայմանագիր։ Հստակ պայմաններով, փոխադարձ օգուտներով սահմանված ժամկետով։ Եթե ցանկանաք, երեխայի ծնվելուց հետո կարող ենք ամուսնալուծվել։ Դուք բավարար միջոցներ կունենաք ձեր երեխային մեծացնելու համար, հարմարավետ կյանք։ Կամ կարող ենք պահպանել ամուսնությունը թղթի վրա, յուրաքանչյուրն իր կյանքով ապրելով։ Մանրամասները կարող են քննարկվել։ Բայց էությունը սա է, դուք ինձ կօգնեք պահպանել հիվանդանոցը, ես ձեզ կօգնեմ իրականացնել մայրության ձեր երազանքը։ Կլարան վեր կացավ աթոռից, ոտքերը թույլ էին։ Ես պետք է մտածեմ, ասաց նա, ձայնը գրեթե անլսելի։ Շատ պետք է մտածեմ։ Միքայելը գլխով արեց։ Ես հասկանում եմ։ Բայց ժամանակը մեր երկուսի դեմ է։ Որքան շուտ որոշեք, այնքան լավ։ Ես ձեզ կթողնեմ իմ անձնական քարտը։ Զանգահարեք ինձ, երբ պատասխան ունենաք։ Կլարան դողացող ձեռքերով վերցրեց քարտը, դուրս եկավ այդ սենյակից, ինչպես մեկը, ով դուրս է գալիս անհանգստացնող երազից։ Նա վերելակով իջավ, անցավ նախասրահը, դուրս եկավ փողոց, գրեթե 1 ժամ քայլեց առանց ուղղության։ Նրա միտքը մրրիկ էր։ Դա չէր կարող լինել։ Դա անհեթեթ էր, սյուրռեալիստական, անհնարին։ Մի մարդ, ում նա հազիվ էր ճանաչում, նոր էր ամուսնություն առաջարկել։ Ոչ թե սիրուց, ոչ թե ցանկությունից, այլ փոխադարձ հարմարավետությունից։ Կարծես շախմատի տախտակի վրա խաղաքարեր լինեին, ռազմավարականորեն շարժվելով, հասնելու կոնկրետ նպատակների։ Բայց մյուս կողմից, ինչ ուներ նա։ 3 ամիս։ 3 ամիս, իսկական սեր գտնելու, հարաբերություններ կառուցելու, ամուսնանալու, հղիանալու համար։ Դա ֆանտազիա էր։ Դա անհնար էր։ Եվ նրա մայր դառնալու երազանքը, ընտանիք ունենալու երազանքը, պատրաստվում էր մահանալ դեռ չծնված։ Միքայելի առաջարկը, որքան էլ սառը հաշվարկային լիներ, փրկության օղակ էր։ Մի հնարավորություն։ Միակ հնարավորությունը, որ նա ուներ։ Կլարան տուն հասավ գիշերը, հյուծված, շփոթված, կոտրված։ Տիկին Մարթան խոհանոցում ընթրիք էր պատրաստում, ռադիոյով դանդաղորեն հնչում էր գյուղական երաժշտություն։ Երբ տեսավ դստեր դեմքը, դադարեցրեց իր արածը, ամուր գրկեց նրան։ Ինչ պատահեց, աղջիկս։ Ինչ ասաց բժիշկը։ Կլարան փլուզվեց։ Ամեն ինչ պատմեց։ Ախտորոշումը, ժամկետը, անհեթեթ առաջարկը։ Տիկին Մարթան լուր լսեց, արցունքները հոսում էին կնճռոտված դեմքով։ Երբ Կլարան ավարտեց, մայրը ամուր բռնեց նրա ձեռքերը։ Աղջիկս, ես չեմ կարող քո փոխարեն որոշել։ Բայց մի բան կասեմ քեզ։ Հայրդ միշտ ինձ սովորեցրել է, որ կյանքում մենք պետք է դժվար ընտրություններ կատարենք։ Եվ որ երբեմն ճիշտ ճանապարհը այն ճանապարհը չէ, որի մասին երազել ենք, այլ այն ճանապարհը, որն ունենք։ Դու միշտ ուզել ես մայր լինել։ Միշտ ուզել ես ընտանիք կառուցել։ Եթե այս մարդը քեզ հնարավորություն է տալիս դա իրականացնել, նույնիսկ եթե դա այն ձով չէ, ինչ դու պատկերացնում էիր, գուցե արժե փորձել։ Սերը, աղջիկս, միշտ չէ, որ սկսվում է հեքիաթների պես։
Երբեմն այն դանդաղ է աճում անսպասելի վայրերում։ Կլարան քիչ քնեց այդ գիշեր։ Մինչ լուսադեմ արթուն մնաց, նայելով պատուհանի մանուշակներին, մտածելով, վերանայելով, հարցեր տալով։ Երբ արը ծագեց, նա արդեն որոշում էր կայացրել։ Վերցրեց Միքայելի քարտը, հավաքեց համարը, հաստատուն ձայնով ասաց, որ համաձայն է։ Բայց պայմաններ դրեց։ Նա կպահպաներ իր աշխատանքը որպես ուսուցչուհի։ Կպահպաներ իր անկախությունը։ Եվ իր մանուշակները կտաներ նոր տուն, որտեղ էլ որ լիներ։ Միքայելը, հեռախոսի մյուս ծայրում, մի պահ լռեց։ Այնուհետ, մի տոնով, որը գրեթե զարմացած էր թվում, պատասխանեց, որ համաձայն է։ 2 շաբաթ անց Կլարա Սարգսյան-Օհանյանը դարձավ Կլարա Բաղդասարյան, պարզ, արագ, գրեթե բյուրոկրատական արարողությամբ Երանի կենտրոնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում։ Տիկին Մարթան ներկա էր, գաղտնի լաց լինելով։ Միքայելին ուղեկցում էր միայն իր փաստաբանը, ով վկայեց արարքը։ Ոչ մի խնջույք չկար, ոչ մի ծաղիկ, ոչ մի համբույր։ Միայն ստորագրություններ թղթի վրա, պաշտոնական կնիկներ կնքված համաձայնություն։ Հաջորդ օրը Կլարան տեղափոխվեց Բաղդասարյանների ընտանեկան առանձնատունը, որը գտնվում էր Երանի արևմտյան թաղամասի հարուստ թաղամասում։ Տունը հսկայական էր, ժամանակակից, ամբողջությամբ ձևավորված իտալական դիզայներական կահույքով, ժամանակակից արվեստի գործերով, նորագույն տեխնոլոգիաներով։ 3 հարկանի պալատ, լայն այգիով, լողավազանով, մասնավոր մարզասրահով, 6 մեքենայի համար նախատեսված ավտոտնակով։ Կլարան իր պարզ ճամպրուկով մանուշակների ծաղկամանով իրեն մանրիկ էր զգում այդ վայրում։ Նրան սառնությամբ դիմավորեց ընտանիքի մայրապետը, Սելինա Բաղդասարյանը։ 50 անց մի կին, անթերի սանրված շիկահեր մազերով, դիզայներական հագուստներով, ուղիղ կեցվածքով, սուր հայացքով։ Նա գլխից մինչ ոտքերը վերլուծեց Կլարային, վատ քողարկված արամարանքով, չոր ողջույն մրմնջաց, նախքան իր գրասենյակ, երկրորդ հարկ, հեռանալը։ Կլարան անմիջապես հասկացավ, որ այնտեղ ցանկալի չի լինի։ Եվ հետո նա հանդիպեց Լուիզային։ Լուիզա Ղարիբյանը, շքեղ կին, բարձրահասակ, քանդակային մարմնով, հագած անթերի դերձակային կոստյում։ Նա շրջում էր տանը, այն մարդու ծանոթությամբ, ով գիտեր յուրաքանչյուր սենյակ, յուրաքանչյուր մանրուք։ Նա կեղծ ժպիտով ողջունեց Կլարային, սպիտակ ատամներով, աչքերում թույնով։ Լուիզան Միքայելի նախկին ընկերուհին էր, հարաբերություններ, որոնք տել էին տարիներ, ավարտվել էին ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նա դեռ հաճախ էր այցելում տուն, հրավիրված Սելինայի կողմից, ով միշտ պարզ էր դարձրել, որ հավանություն է տալիս այդ միությանը Լուիզային համարում է իդեալական հարս։ Առաջին օրերին Կլարան իրեն ամբողջովին անտեղի էր զգում։ Միքայելը գրեթե տանը չէր լինում։ Շուտ էր գնում հիվանդանոց, ուշ գիշեր էր վերադառնում, հյուծված։ Երբ հանդիպում էին, պաշտոնական ողջույններ էին փոխանակում, ինչպես քաղաքակիրթ անծանոթներ։ Նա Կլարայի համար սենյակ էր նշանակել 3-րդ հարկում, իր սենյակից հեռու, ընդարձակ, բայց անձնական։ Կլարան դասավորեց իր քիչ իրերը, իր մանուշակները դրեց պատուհանագոգին, փորձեց հարմարավետություն գտնել այդ տարօրինակ ու թշնամական միջավայրում։ Սելինան, Լուիզան բաց չէին թողնում նրան նվաստացնելու հնարավորությունը։ Նուրբ մեկնաբանություններ նրա պարզ հագուստի, նրա առոգանության, նրա համեստ ծագման մասին։ Հիվանդանոցի ներդրողների հետ պաշտոնական ընթրիքի ժամանակ Սելինան պնդեց, որ Կլարան նստի Միքայելից հեռու, այն մարդկանց կողքին, ովքեր խոսում էին այնպիսի թեմաներից, որոնց նա չէր տիրապետում, ստիպելով նրան իրեն անտեղյակ անտեղի զգալ։ Լուիզան իր հերթին օգտվում էր յուրաքանչյուր հնարավորությունից, դիպչելու Միքայելին, բարձր ծիծաղելու նրա կատակներից, հիշելու անցյալի պահերը, որոնք նրանք երկուսով էին կիսում, կարծես ցանկանում էր պարզ դարձնել, որ Կլարան պարզապես ժամանակավոր ներխուժող էր։ Բայց Կլարան դիմադրում էր։ Առավոտյան շուտ էր արթնանում, իր սուրճն էր պատրաստում, ջրում էր իր մանուշակները, գնում դպրոց։ Երեխաների հետ նա նորից իրեն էր դառնում։ Ժպտում էր, խաղում, սովորեցնում էր սիրով։ Վերադարձի ճանապարհին կանգ էր առնում հացատանը թարմ հաց գնելու համար, ողջունում էր այն շենքի դռնապանին, որտեղ ապրում էր մայրը, ում այցելում էր, երբ հնարավորություն էր ունենում։ Գիշերը վերադառնում էր առանձնատուն, մենակ ընթրում էր հսկայական խոհանոցում, բարձրանում իր սենյակը, որտեղ կարդում էր կամ ուղղում երեխաների աշխատանքները մինչ քնելը։ Բեղմնավորման բուժումը սկսվեց։ Միքայելը նրան ուղեկցեց առաջին խորհրդատվություններին, միշտ պրոֆեսիոնալ, միշտ հեռու։ Կլարան դեղեր էր ընդունում, հետազոտություններ էր անում, հետում էր արձանագրություններին։ Բայց նա կապված չէր զգում դրան։ Դա մեխանիկական էր թվում, սառը, անհոգի։
Նա փորձում էր շատ չմտածել, պարզապես կատարել պայմանավորվածը։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ բարեգործական միջոցառումը։ Բաղդասարյանի առողջապահական ցանցի կողմից կազմակերպված գալա, կարիքավոր երեխաների բուժման համար միջոցներ հավաքելու համար։ Բարձր հասարակության միջոցառում, գործարարների, քաղաքական գործիչների, արվեստագետների ներկայությամբ։ Միքայելը Կլարային տեղեկացրեց, որ նա պետք է ներկա լինի որպես իր կին։ Սելինան, չարաճճի ժպիտով, առաջարկեց օգնել նրան զգեստ ընտրել։ Կլարան, միամիտ, համաձայնեց։ Միջոցառման երեկոյան Կլարան առանձնատան աստիճաններով իջավ, հագած պարզ թեթ կտորից զգեստ, ոչ մի շքեղություն։ Մինչդեռ մյուս բոլոր կանայք կրում էին շքեղ բրենդներ, թանկարժեք զարդեր, Կլարան կարծես մատուցողուհի լիներ, ով մոլորվել էր միլիոնատերերի խնջույքի ժամանակ։ Սելինան, Լուիզան գոհունակ հայացքներ փոխանակեցին։ Թակարդը լարված էր։ Միջոցառման ընթացքում Կլարան զգաց բոլորի հայացքները իր վրա։ Նա լսում էր շշուկները, խեղդված ծիծաղը։ Նա իրեն բացահայտված էր զգում, նվաստացած։ Որոշ ժամանակ անց Լուիզան մոտեցավ նրան մի խումբ հասարակական գործիչների հետ, կեղծ մտահոգությամբ բարձրաձայն հարցրեց, թե որտեղից է Կլարան գնել այդքան տարբեր զգեստը։ Կանայք ծիծաղեցին։ Կլարան զգաց, որ արցունքներն այրում են, բայց հրաժարվեց լաց լինել։ Նա խորը շունչ քաշեց, պատրաստվում էր հեռանալ այնտեղից, երբ իր կողքին ներկայություն զգաց։ Միքայել։ Նա ամեն ինչ տեսել էր։ Տեսել էր թակարդը, տեսել էր նվաստացումը, տեսել էր դաժանությունը։ Եվ ինչ-որ բան նրա ներսում կոտրվեց։ Առանց մի բառ ասելու, նա հանեց իր անթերի սմոքինգի բաճկոնը, դրեց Կլարայի ուսերին, ամբողջությամբ փաթաթելով նրան։ Այնուհետ ամուր բռնեց նրա ձեռքը, բավականաչափ բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեն, ասաց, որ նա իր կինն է, անչափելի արժեք ունեցող կին, ով զարդերի կամ բրենդների կարիք չունի փայլելու համար, քանի որ նրա լույսը ներսից է գալիս։ Սրահում լռություն տիրեց։ Սելինան գունատվեց։ Լուիզան կուլ տվեց։ Կլարան, զարմացած, նայեց Միքայելին, այլ բան տեսավ նրա աչքերում։ Ինչ-որ բան, որը նախկինում չկար։ Նա դուրս տարավ նրան սրահից, դեռ ձեռք բռնած, նրանք քայլեցին հյուրանոցի լուսավոր այգիով, որտեղ տեղի էր ունենում միջոցառումը։ Առաջին անգամ նրանք իսկապես խոսեցին։ Միքայելը ներողություն խնդրեց սառնության, հեռավորության, այն ձի համար, որով իր ընտանիքը վերաբերվում էր նրան։ Կլարան, մեղմ, բայց հաստատուն ձայնով, ասաց, որ կարիք չունի խղճահարության, այլ հարգանքի։ Այդ գիշեր նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Սառույցը սկսեց ճաքել։ Պայմանագիրը սկսեց դառնալ ավելին։ Պատմեք ինձ, թե ինչ կարծիք ունեք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն ինչպես կավարտվի։ Հաջորդ շաբաթներին բարեգործական միջոցառումից հետո Բաղդասարյանների առանձնատան դինամիկան սկսեց փոխվել նուրբ, սկզբում գրեթե աննկատ, բայց էությամբ խորը ձով։ Միքայելը սկսեց ավելի շուտ տուն գալ։ Ոչ շատ, բայց բավականաչափ, Կլարային դեռ արթուն գտնելու համար, նստած հյուրասենյակի բազմոցին կարդալիս կամ խոհանոցի սեղանին երեխաների աշխատանքները ուղղելիս։ Նա սկսեց զրուցել նրա հետ։ Սկզբում պարզ հարցեր։ Ինչպես անցավ քո օրը։ Դպրոցի երեխաները լավ են։ Արդեն ընտրել ես։ Կլարան պատասխանում էր բնականաբար, առանց ակնկալիքների, առանց պահանջների։ Պատմում էր իր աշակերտների զվարճալի պատմությունները, խոսում էր պետական դպրոցում դասավանդելու դժվարությունների մասին, ռեսուրսների պակասի մասին, բայց նա այն ուրախության մասին, որ տեսնում էր, թե ինչպես է երեխան սովորում կարդալ, գրել, երազել։ Միքայելը լսում էր անկեղծ ուշադրությամբ։ Կար ինչ-որ բան այնձի մեջ, որով Կլարան խոսում էր, գրքով նրբությամբ միաժամանակ, որը շոշափում էր նրան։ Նա տարբեր էր բոլոր այն մարդկանցից, ում հետ նա շփվում էր։ Նա շահագրգռված չէր փողով, կարգավիճակով, ցուցադրվելով։ Նրա աշխարհը պտտվում էր պարզ, բայց իսկական բաների շուրջ։ Եվ դա հիացնում էր նրան։ Մի գիշեր Կլարան խոհանոցում ընթրիք էր պատրաստում։ Նա խոհարարուհուն ազատել էր, ասելով, որ նախընտրում է ինքն իր համար պատրաստել։ Նա հավի ստրոգանով էր պատրաստում, այն բաղադրատոմսը, որը սիրում էր իր հայրը, այն, որը հիշողություններ էր բերում կիրակի օրերի ընտանեկան հավաքույթներից, առած սեղանից անկաշկանդ ծիծաղից։ Հոտը լցրեց ամբողջ տունը։ Միքայելը, ով գրասենյակում էր, հիվանդանոցի հաշվետվություններն էր վերանայում, զգաց բույրը իջավ աստիճաններով, առաջնորդվելով հետաքրքրասիրությամբ քաղցով։
Երբ մտավ խոհանոց, գտավ Կլարային թավան խառնելիս, մազերը կիսաթափանցիկ կոճղով հավաքված, դանդաղորեն հին երգ երգելիս։ Նա զարմացավ, երբ տեսավ նրան դռան մոտ։ «Կներեք», ասաց նա, մի փոքր շփոթված։ «Չգիտեի, որ տանն եք։ Ստրոգանով եմ պատրաստել, եթե ուզում եք, ընթրեք ինձ հետ»։ Միքայելը վարանեց։ Նա սովորաբար մենակ էր ընթրում իր գրասենյակում, սնունդը առաքված հավելվածով կամ պատրաստված խոհարարուհու կողմից թողնված սառնարանում։ Բայց այդ պահին ինչ-որ բան, գուցե տնային կերակուրի հոտը, գուցե Կլարայի ամաչկոտ ժպիտը, ստիպեց նրան ընդունել։ Նրանք առաջին անգամ միասին ընթրեցին։ Նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, ոչ թե հիմնական սենյակի հսկայական պաշտոնական ճաշասեղանի մոտ։ Կլարան Ստրոգանովը մատուցեց սպիտակ բրնձով կարտոֆիլի չիփսերով, ինչպես հայրն էր սիրում։ Միքայելը համտեսեց, իր իսկ զարմանքին, անկեղծորեն գովեց։ «Համեղ է։ Վաղուց այսպիսի բան չէի կերել, այսքան տնական, այսքան համեղ»։ Կլարան ժպտաց, գոհունակ։ Դա հորս բաղադրատոմսն էր։ Նա ասում էր, որ սիրով պատրաստված ուտելիքն այլ համ ունի։ Զրույցը բնականաբար ընթացավ։ Միքայելը սկսեց խոսել հիվանդանոցի մասին, այդքան մեծ հաստատությունը կառավարելու դժվարությունների մասին, մոր կողմից մշտական ճնշման մասին, որ նա վաճառի ամեն ինչ կենտրոնանա միայն ունեցվածքը բազմապատկելու վրա։ Կլարան ուշադիր լսում էր։ Որոշ պահի, ասաց մի բան, որը զարմացրեց նրան։ «Դուք սիրում եք այդ հիվանդանոցը, չէ՞։ Խոսքը միայն ժառանգության կամ ձեր պապի մասին չէ։ Դուք իսկապես մտահոգված եք այնտեղ տեղի ունեցողով, այն մարդկանցով, ովքեր բուժվում են ժառանգությամբ»։ Միքայելը մի պահ լռեց, մարսելով այդ խոսքերը։ Ոչ ոք դա երբեք չէր նկատել։ Ոչ իր մայրը, ոչ Լուիզան, ոչ իր գործընկերները։ Բայց Կլարան, ով նրան այդքան քիչ ժամանակ էր ճանաչում, նրա մեջ էական բան էր տեսել։ «Այո», պատասխանեց նա, ձայնը ավելի ցածր, ավելի անկեղծ։ «Ես սիրում եմ այդ վայրը։ Ես մեծացել եմ այնտեղ։ Ես տեսել եմ, թե ինչպես է հայրս կյանքեր փրկում, պատմություններ փոխում։ Նա ինձ սովորեցրել է, որ բժշկությունը միայն գիտություն չէ, այլ մարդկություն։ Եվ տեսնել, թե ինչպես է մայրս ցանկանում այդ ամենը վերածել պարզապես մեկ շահութաբեր բիզնեսի, ինձ կործանում է»։ Կլարան ձեռքը մեկնեց սեղանից թեթակի դիպավ նրա ձեռքին։ Դա պարզ ժեստ էր, բայց իմաստալից։ «Այդ դեպքում արժե պայքարել», ասաց նա։ «Եվ դուք մենակ չեք դրանում»։ Միքայելը նայեց իր ձեռքի վրա դրված այդ փոքրիկ ձեռքին տարօրինակ բան զգաց, մի բան, որը վաղուց չէր զգացել։ Ջերմություն։ Կապ։ Հույս։ Այդ գիշերվանից սկսած, միասին ընթրիքները դարձան առօրյա։ Կլարան պատրաստում էր, Միքայելը օգնում էր ամանները լվանալ։ Նրանք խոսում էին ամեն ինչի ոչնչի մասին։ Նա պատմում էր իր պարզ մանկության մասին, կիրակի օրերի այգիում ծնողների հետ զբոսանքների մասին, այն երազանքների մասին, որոնք պահպանել էր մանկուց։ Նա խոսում էր հարուստ, բայց էմոցիոնալ առումով հեռու ընտանիքում մեծանալու մենակության մասին, կատարյալ ժառանգ լինելու ճնշման մասին, այն մասին, թե ինչպես երբեք ժամանակ չի ունեցել ապրելու, միայն սպասելիքները կատարելու համար։ Սելինան ամեն ինչ դիտում էր աճող անհանգստությամբ։ Նա հասկացավ, որ այն ամուսնությունը, որը նա պատկերացրել էր որպես պարզապես ձականություն, իրական բան էր դառնում։ Եվ դա սպառնում էր իր ծրագրերին։ Նա ուժեղացրեց սադրանքները։ Չարամիտ մեկնաբանություններ էր անում Կլարայի մասին այցելուների ներկայությամբ, բացահայտ հարցնում էր, թե ինչու է Միքայելը ամուսնացել աղքատ ուսուցչուհու հետ, ենթադրում էր, որ նրան մանիպուլյացիայի են ենթարկում։ Լուիզան, իր հերթին, ավելացրեց իր այցելությունների հաճախականությունը տուն։ Հայտնվում էր առանց նախազգուշացման, միշտ ինչ-որ պատրվակով։ Պետք է խոսեմ Միքայելի հետ ներդրման մասին։ Մի քանի փաստաթուղթ եմ մոռացել այստեղ։ Սելինան ինձ ընթրիքի է հրավիրել։ Կլարան փորձում էր անտեսել, բայց դա դժվար էր։ Որոշ պահերին անվստահությունը կլանում էր նրան։ Նա նայում էր Լուիզային, այդքան բարդ վստահ, մտածում էր, թե ինչ էր Միքայելը տեսնում իր Կլարայի մեջ։ Պարզ ուսուցչուհի, առանց շքեղության, առանց այն աշխարհի, որում ապրում էին այդ կանայք։ Բայց ամեն անգամ, երբ այդ կասկածները ծագում էին, Միքայելը մի բան էր անում, որը նրան հետ էր բերում։ Ավելի երկար հայացք։ Անկեղծ գովեստ։ Հաստատուն պաշտպանություն, երբ Սելինան կամ Լուիզան հարձակվում էին նրա վրա։
Բեղմնավորման բուժումը, սակայն, լավ չէր ընթանում։ Չնայած բոլոր դեղորայքներին, բոլոր արձանագրություններին, Կլարայի ձվարանները չէին արձագանքում, ինչպես սպասվում էր։ Հետազոտությունները ցույց էին տալիս, որ ձվարանային պաշարը շարունակում էր նվազել։ Ժամանակը վերջանում էր։ Միքայելը սկսեց անհանգստանալ ոչ միայն ժառանգության հարցի համար, այլ անկեղծորեն Կլարայի երազանքի համար։ Նա տեսնում էր նրա տառապանքը յուրաքանչյուր բացասական արդյունքից, յուրաքանչյուր անհաջող փորձից։ Եվ դա ազդում էր նրա վրա այնպես, ինչպես չէր սպասում։ Մի գիշեր, մեկ հուսահատեցնող արդյունքից հետո, Կլարան լաց եղավ։ Նա փորձեց թաքցնել, փակվեց իր սենյակում, բայց Միքայելը լսեց։ Նա երկար րոպեներ կանգնած մնաց դռան դրսում, չիմանալով, թե ինչ անել։ Այնուհետ թեթակի թակեց։ Կարող եմ ներս մտնել։ Կլարայի ձայնը խեղդված էր։ Կարող ես։ Նա ներս մտավ, գտավ նրան նստած մահճակալին, աչքերը կարմիր, գրկած բարձը։ Նստեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն, բայց ներկա։ Կներեք, ասաց նա։ Գիտեմ, որ սա հեշտ չէ։ Կլարան գլխով արեց։ Դա ձեր մեղքը չէ։ Իմ մարմինն է ինձ դավաճանում։ Իմ ժամկետը վերջանում է, ես չեմ կարողանում։ Ես կկորցնեմ մայր դառնալու իմ միակ հնարավորությունը։ Միքայելը կրծքին ցավ զգաց, որը չէր կարող բացատրել։ Դուք չեք կորցնի, ասաց նա, այնպիսի համոզմունքով, որը զարմացրեց իրեն։ Մենք կշարունակենք փորձել։ Կան այլ բուժումներ, այլ տարբերակներ։ Եվ նույնիսկ եթե բժշկությունը չլուծի, գուցե ճակատագիրն այլ ծրագրեր ունի։ Կլարան շփոթված նայեց նրան։ Ինչ եք ուզում ասել։ Միքայելը վարանեց։ Նա լավ չգիտեր, թե ինչ էր պատրաստվում ասել, բայց բառերը դուրս եկան, նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Գուցե այս պայմանագիրը, որը մենք կնքեցինք, կարիք չունի այնքան սառը լինելու, որքան նախատեսել էինք։ Գուցե մենք կարող ենք իսկապես փորձել։ Ոչ որպես բժիշկ հիվանդ, ոչ որպես արտրային համաձայնություն, այլ որպես երկու մարդ, ովքեր միասին ինչ-որ բան են կառուցում։ Հետո լռությունը լի էր էլեկտրականությամբ։ Կլարան զգում էր, որ սիրտը արագ բաբախում է։ Միքայելը նույնպես։ Նրանք նայեցին միմյանց, իսկապես նայեցին, առաջին անգամ առանց դիմակների, առանց պաշտպանության։ Եվ ինչ-որ անխուսափելի բան սկսեց տեղի ունենալ։ Նրանց միջ հեռավորությունը նվազեց։ Աչքերը հանդիպեցին, ապա շրթունքները։ Համբույրը սկզբում վարանող էր, գրեթե ամաչկոտ։ Բայց հետո ուժեղացավ, լի կուտակված լարվածությամբ, կիսված մենակությամբ, պահպանված հույսով։ Այդ գիշեր, առաջին անգամ, նրանք թույլ տվեցին իրենց զգալ։ Դա այլս պայմանագրերի կամ ժառանգությունների կամ բժշկական բուժումների մասին չէր։ Դա երկու մարդու մասին էր, ովքեր հանդիպել էին ամենաանհավանական հանգամանքներում, ովքեր, բոլոր ակնկալիքներին հակառակ, թույլ էին տալիս իրենց սիրել։ Կլարայի առաջին անգամը քնքշանքով էր, հարգանքով, էմոցիոնալ մտերմությամբ, որի մասին նա միշտ երազել էր։ Եվ Միքայելը, ով սովոր էր մակերեսային դատարկ հարաբերություններին, բացահայտեց, թե ինչ է նշանակում իսկապես սիրել, հոգով, լիակատար նվիրումով։ Հաջորդ շաբաթներին նրանց հարաբերությունները ծաղկեցին։ Նրանք սկսեցին կիսել սենյակը։ Միասին էին արթնանում, միասին նախաճաշում, միասին պլանավորում էին ապագան։ Միքայելը կտրուկ կրճատեց իր աշխատանքային բեռը հիվանդանոցում, Կլարայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ Նրանք ընթրիքի էին գնում պարզ ռեստորաններում, որոնք Կլարան սիրում էր, կիրակի օրերին զբոսնում էին այգիում, պարբերաբար այցելում էին տիկին Մարթային։ Առանձնատունը, որը նախկինում այդքան սառն ու անձնական էր, սկսեց կյանքի կոչվել։ Կլարան ավելի շատ բույսեր բերեց, ավելի շատ գույն, ավելի շատ մարդկային ջերմություն։ Սելինան կատաղած էր։ Նա հասկանում էր, որ կորցնում է վերահսկողությունը։ Միքայելն այլս չէր խորհրդակցում նրա հետ հիվանդանոցի որոշումների վերաբերյալ, այլս չէր ընդունում նրա մանիպուլյացիաները, չէր ենթարկվում նրա ճնշումներին։ Եվ այդ ամենը այդ աղջկա պատճառով էր, այդ աննշան ուսուցչուհու, ով ներթափանցել էր ընտանիք։ Նա սկսեց ծրագիր մշակել։ Եթե չէր կարողանում բաժանել նրանց, ապա գոնե կապահովեր, որ ժառանգի ծնվելուց հետո Կլարան կհեռացվի ընտանիքից, հնարավորինս քիչ միջոցներով։ Լուիզան, զգալով, որ վերջնականապես կորցնում է Միքայելին, վերջին փորձը կատարեց։ Մի կեսօր, երբ Կլարան դպրոցում էր, նա հայտնվեց առանձնատանը, սադրիչ հագուստով, Միքայելին գտավ իր գրասենյակում։
Փորձեց գայթակղել նրան, հիշեցնելով այն անցյալը, որը նրանք կիսում էին իրեն առաջարկելով որպես այն կինը, ով իսկապես հասկանում էր նրան, ով պատկանում էր նույն աշխարհին, ինչ նա։ Միքայելը հաստատուն մերժեց նրան։ Ասաց, որ անցյալն անցյալում է, որ իր ներկան ու ապագան Կլարայի հետ են։ Լուիզան հեռացավ այնտեղից նվաստացած կատաղած։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէին։ Բեղմնավորման բուժումը շարունակվում էր անհաջող։ Կլարան արդեն անցել էր ձվարանների խթանման 3 ցիկլ, առանց արդյունքի։ Բժիշկները սկսում էին ավելի արմատական այլընտրանքներ առաջարկել։ Միքայելը իր հերթին ավելի ու ավելի էր անհանգստանում ոչ միայն ժառանգության, այլ անկեղծորեն Կլարայի էմոցիոնալ-ֆիզիկական առողջության համար։ Նա տեսնում էր, թե որքան էր նրան հյուծում յուրաքանչյուր անհաջող փորձը։ Հենց այդ ժամանակ բուժման համար պատասխանատու բժիշկը դադար առաջարկեց։ Ասաց, որ երբեմն սթրեսը հոգեբանական ճնշումը խանգարում են մարմնին պատշաճ կերպով արձագանքել։ Նա խորհուրդ տվեց, որ նրանք ժամանակ հատկացնեն, ճանապարհորդեն, հանգստանան, ապրեն առանց հետազոտությունների արձանագրությունների մոլուցքի։ Միքայելը անմիջապես համաձայնեց։ Նա ճանապարհորդություն պլանավորեց դեպի Սյունիքի մարզի խորքը, դեպի փոքր հանգիստ քաղաք, հեռու ամեն ինչից բոլորից։ Նրանք 1 շաբաթ անցկացրեցին պարզ հյուրատանը, շրջապատված լեռներով ու բնությամբ։ Առանց հեռախոսի, առանց ինտերնետի, առանց ճնշման։ Արթնանում էին թռչունների երգից, քայլում էին արահետներով, լողանում էին ջրվեժներում, ժամերով զրուցում էին հյուրատան պատշգամբում, դիտելով մայրամուտը։ Կլարան ծաղկում էր։ Նրա ժպիտը վերադարձավ, նրա աչքերի փայլը վերադարձավ։ Միքայելը սիրահարված դիտում էր նրան։ Նա երբեք չէր պատկերացրել, որ կարող է այսպիսի բան զգալ ինչ-որ մեկի հանդեպ։ Իսկական, խորը, վերափոխող սեր։ Մի աստղազարդ գիշեր, պառկած ճոճաթոռին պատշգամբում Կլարան ասաց Միքայելին, որ անկախ նրանից, թե կկարողանան երեխա ունենալ, թե ոչ, նա երջանիկ է նրա կողքին։ Որ նա դարձել է շատ ավելին, քան նա սպասում էր։ Որ իսկապես սիրում են նրան։ Միքայելը, աչքերը լցված, պատասխանեց, որ նա ամբողջովին փոխել է իր կյանքը։ Որ նախքան նրան հանդիպելը, նա պարզապես գոյություն ուներ։ Հիմա նա ապրում էր։ Նրանք վերադարձան երան, թարմացած, ավելի միասնական, քան երբևէ։ Կտակի ժամկետը մոտենում էր։ Մնացել էին ընդամենը մի քանի շաբաթ։ Միքայելն արդեն մտովի պատրաստվում էր հիվանդանոցը կորցնելու հնարավորությանը։ Բայց տարօրինակ կերպով դա այլևս չէր տանջում նրան, ինչպես նախկինում։ Նա հայտնաբերել էր, որ իր կյանքի իսկական գանձը կառուցված չէր աղյուսից բետոնից, այլ զգացմունքներից կապերից։ Եթե նա կորցներ հիվանդանոցը, բայց Կլարային պահեր իր կողքին, նա երջանիկ կլիներ։ Կլարան, իր հերթին, դադարեցրել էր բուժումները։ Որոշեց, որ այլևս չի ուզում իր մարմինը ենթարկել այդ տանջանքին։ Եթե հղիանալու լիներ, դա կլիներ բնականաբար, ճիշտ ժամանակին, ճիշտ ձով։ Եվ եթե ոչ, նրանք կարող էին որդեգրել։ Այնքան շատ երեխաներ կային, ովքեր սիրո կարիք ունեին, նա ասում էր։ Եվ նա շատ սեր ուներ տալու։ Բայց ճակատագիրը, ինչպես միշտ, ուներ իր սեփական ծրագրերը։ Ճանապարհորդությունից վերադառնալուց 2 շաբաթ անց Կլարան առավոտյան սրտխառնոց սկսեց զգալ։ Կարծեց, թե ինչ-որ բան էր կերել, բայց սրտխառնոցը շարունակվեց։ Հետո եկան գլխապտույտը, ծայրահեղ հոգնածությունը, կրծքերի զգայունությունը։ Նա չցանկացավ հույսեր ստեղծել։ Բայց խորքում մի համառ ձայն ասում էր, որ դա կարող է այլ լինել։ Նա դեղատնից թեստ գնեց գաղտնի, մենակ, տան լոգարանում արեց, ձեռքերը այնքան դողում էին, որ գրեթե գցեց սարքը։ Սպասեց իր կյանքի ամենաերկար րոպեներին։ Երբ վերջապես նայեց արդյունքին, ոտքերը թուլացան։ 2 գիծ։ Դրական։ Կլարան նստեց լոգարանի սառը հատակին, լաց եղավ։ Լաց եղավ թեթացումից, ուրախությունից, երախտագիտությունից։ Բայց վախենում էր հավատալ։ Պետք էր հաստատել։ Նա շտապ խորհրդատվություն նշանակեց հիվանդանոցում, առանց Միքայելին տեղեկացնելու։ Արյան անալիզ արեց, ուլտրաձայնային հետազոտություն։ Նրան ընդունող բժիշկը զարմանքով ուսումնասիրեց արդյունքները։ Ստիպված եղավ 2 անգամ կրկնել ուլտրաձայնային հետազոտությունը, համոզվելու համար։ Այնուհետ հսկայական ժպիտով նայեց Կլարային։ Դուք հղի եք։ Եվ ոչ միայն դա։ Երկվորյակներ են։ 2 առողջ երեխա, ուժեղ սրտի բաբախյուններով։
Սա հրաշք է, հաշվի առնելով ձեր կլինիկական պատկերը։ Կլարան այդ խորհրդատվությունից դուրս եկավ, լողալով։ Նա հազիվ էր կարողանում մարսել տեղեկատվությունը։ Երկվորյակներ։ 2 երեխա։ Առանց բեղմնավորման, առանց արհեստական միջամտության։ Դա տեղի էր ունեցել բնականաբար, ամենամաքուր իսկական ձով։ Կարծես տիեզերքը դավադրել էր հօգուտ նրանց, կարծես սերը բուժել էր այն, ինչ բժշկությունը չէր կարողացել։ Նա հատուկ ձեր պլանավորել Միքայելին պատմելու համար։ Նա պատրաստեց նրա սիրելի ընթրիքը, սեղանը զարդարեց մոմերով, հետին պլանում դանդաղ երաժշտություն դրեց։ Երբ Միքայելը տուն հասավ, տեսավ այդ տեսարանը, հետաքրքրվեց։ Ինչ-որ բան տոնում ենք։ Կլարան ժպտաց, աչքերը փայլում էին։ Այո։ Նստեք այստեղ։ Նա վերցրեց մի փոքրիկ տուփ, որը պատրաստել էր, տվեց նրան։ Միքայելը բացեց այն, հետաքրքրված, ներսում գտավ 2 փոքրիկ ծծակ, մեկը վարդագույն, մեկը կապույտ, ուլտրաձայնային հետազոտության լուսանկար, 2 փոքրիկ պտուղների պատկերով։ Նա նայեց դրան, առանց հասկանալու, ուղեղին մի քանի վայրկյան պահանջվեց մարսելու համար։ Այնուհետ լայն բացեց աչքերը։ Սա… Դուք եք… Կլարան գլխով արեց, արցունքները ազատորեն հոսում էին դեմքով։ Ես հղի եմ, Միքայել։ Երկվորյակներով։ Մեր երեխաները։ Դա իսկապես տեղի ունեցավ։ Միքայելը տուփը դրեց սեղանին, կտրուկ վեր կացավ, Կլարային քաշեց այնքան ամուր գրկախառնության, որ նա գրեթե շունչը կտրվեց։ Նա դողում էր։ Լացում էր։ Անդադար կրկնում էր, որ չի հավատում, որ անհնար է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է։ Նրանք այդպես մնացին, գրկախառնված, երկար րոպեներ, թույլ տալով զգացմունքներին դուրս գալ առանց ֆիլտրերի, առանց դիմակների։ Լուրը արագորեն տարածվեց ընտանիքում։ Սելինան, իմանալով, ցնցվեց։ Նա հույս ուներ, որ Կլարան չի կարողանա հղիանալ, որ հետաբար Միքայելը կկորցնի հիվանդանոցը։ Բայց հիմա, հղիության հաստատումով, ամուսնության ամրապնդումով, նրա ծրագրերը փլուզվում էին։ Նա փորձեց վերականգնել վերահսկողությունը այլ ձերով։ Պահանջեց, որ Կլարան տեղափոխվի առանձնատան հիմնական Თ. ավելի լավ վերահսկվելու համար։ Վարձեց շատ թանկ եվրոպացի բժիշկներ, դիետոլոգներ, անձնական մարզիչներ։ Ցանկանում էր վերահսկել այդ հղիության յուրաքանչյուր ասպեկտ։ Բայց Կլարան, Միքայելը իրենց պնդեցին։ Նրանք որոշեցին, որ այլևս չեն ուզում ապրել այդ առանձնատանը, Սելինայի վերահսկողության սառնության ներքո։ Նրանք ուզում էին իսկական տուն, մի վայր, որտեղ կարող էին իրենց երեխաներին մեծացնել սիրով պարզությամբ։ Միքայելը տուն գնեց Վարդերի այգի թաղամասում, նույն թաղամասում, որտեղ մեծացել էր Կլարան։ Պարզ տուն, 3 սենյակով, առջում այգիով հետում բակով։ Նրանք միասին վերանորոգեցին այն, ընտրելով յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր կահույք։ Կլարան մանուշակներ տնկեց բոլոր ծաղկանոցներում։ Միքայելը բակում ճոճանակ կառուցեց երեխաների համար։ Փոփոխությունը խորհրդանշական էր։ Միքայելը հրաժարվում էր ոչ միայն ֆիզիկական առանձնատնից, այլ այն ամբողջ կեղծիքի պահանջների աշխարհից, որը այն ներկայացնում էր։ Նա շարունակեց աշխատել հիվանդանոցում, բայց այժմ այլ տեսանկյունից։ Այլս խոսքը ինչ-որ բան ապացուցելու կամ վերահսկողություն պահպանելու մասին չէր։ Խոսքը պապի ժառանգությունը ճիշտ ձով պատվելու մասին էր, հոգ տանելով մարդկանց մասին, իրական փոփոխություն կատարելով։ Կլարան շարունակեց դասավանդել մինչ հղիության 6-րդ ամիսը։ Այնուհետ որոշեց արձակուրդ վերցնել, պատրաստվելու երեխաների ժամանմանը։ Նա վերջին ամիսներն անցկացրեց մայրության մասին կարդալով, երեխաների սենյակը ձավորելով, տիկին Մարթայի հետ ծածկոցներ հյուսելով։ Միքայելը աշխատանքից հետո տուն էր գալիս, գտնում էր տունը տնական կերակուրի բույրով լի, Կլարան երգում էր, փոքրիկ հագուստները դասավորելիս։ Նա երբեք այդքան երջանիկ չէր եղել։ Երեխաները ծնվեցին փոթորկոտ գիշերով, նախատեսվածից 3 շաբաթ շուտ։ Կլարան տանն էր, երբ զգաց առաջին կծկումները։ Միքայելը խուճապի մատնվեց։ Նա, ով բժիշկ էր, ով հարյուրավոր ծնունդների էր ներկա եղել, պարզապես սառեց, երբ տեսավ կնոջը ցավ զգալիս։ Զանգահարեց շտապ օգնություն, վերցրեց ծննդատան պայուսակը, որը Կլարան պատրաստել էր, բռնեց նրա ձեռքը մինչ հիվանդանոց տանող ամբողջ ճանապարհին։ Ծնունդը արագ էր, ինտենսիվ, էմոցիոնալ։ Նախ ծնվեց Պետրոսը, ամուր լացկան։
3 րոպե անց Էլիզան ավելի փոքր, բայց նույնքան ուժեղ։ Երբ երկու երեխաներին դրեցին Կլարայի գրկին, նա նայեց նրանց զգաց, որ իր կյանքը վերջապես իմաստ ունի։ Միքայելը նրա կողքին բռնում էր կնոջ ձեռքը, նայում էր երեխաներին, էքստազի անհավատալիության խառնուրդով։ Որոշ պահի զգացմունքն այնքան ուժեղ էր, որ նա բառացիորեն ուշաթափվեց։ Ստիպված եղավ բուժքույրերի կողմից օգնություն ստանալ, նրան նստեցրին, ջուր տվեցին։ Կլարան ծիծաղեց, նույնիսկ հյուծված, ասելով, որ նա իր ճանաչած ամենադրամատիկ բժիշկն էր։ Երբ վերջապես կարողացան մենակ մնալ սենյակում, 4-ով միասին, Կլարան Միքայելը նայեցին միմյանց։ Կարիք չունեին որևէ բան ասելու։ Ամեն ինչ այնտեղ էր, այդ հայացքում։ Այն սերը, որը սկսվել էր որպես սառը պրագմատիկ պայմանագիր, վերածվել էր այն ամենամաքուր իսկական բանի, որը նրանցից ոչ ոք երբեք չէր զգացել։ Երկվորյակների հետ առաջին ամիսները զգացմունքների, հայտնագործությունների սովորելու ամերիկյան գլորվող սարք էին։ Կլարան Միքայելը, թե հյուծված էին անքուն գիշերներից երկու երեխայի պահանջած ինտենսիվ առօրյայից, երբեք այդքան երջանիկ չէին եղել։ Վարդերի այգի թաղամասի տունը, որը նախկինում պարզապես աղյուսից թարմ ներկից կառույց էր, վերածվեց իսկական տան, լի կյանքով, լացով, ծիծաղով, սիրով։ Պետրոսն ավելի աշխույժն էր երկուսից։ Բարձր էր լաց լինում, երբ քաղցած էր, անընդհատ գրկել էր պահանջում, կարողանում էր քնել միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկի կրծքին էր փաթաթված։ Էլիզան, մյուս կողմից, ավելի հանգիստ էր, դիտորդ, մեծ ու հետաքրքրասեր աչքերով, որոնք կարծես կլանում էին իր շուրջ բոլորի աշխարհի յուրաքանչյուր մանրուք։ Կլարան ասում էր, որ Պետրոսը ժառանգել էր իր էմոցիոնալ ինտենսիվությունը, մինչդեռ Էլիզան ուներ Միքայելի վերլուծական հանգստությունը։ Նա ծիծաղում էր համաձայնում, զարմացած այն բանից, թե ինչպես էին այդ երկու մանրիկ էակներն արդեն բացահայտում այդքան տարբեր անհատականություններ։ Միքայելը սովորեց տակտիրներ փոխել, մանկական շշեր պատրաստել, երեխաներին գրկելիս երգեր երգել, որոնք նույնիսկ չգիտեր, որ գիտեր։ Նա, ով միշտ ապրել էր աշխատանքի համար, հայտնաբերեց, որ ոչ մի հանդիպում ավելի կարևոր չէր, քան իր քնած երեխաներին կրծքին պահելը։ Շատ անգամներ Կլարան արթնանում էր կեսգիշերին, գտնում էր նրան երեխաների սենյակի բազկաթոռին, Պետրոսին Էլիզային ձեռքերում, դանդաղորեն երգելիս, աչքերը լի մաքուր զգացմունքների արցունքներով։ Կլարան, չնայած հոգնածությանը, ծաղկում էր մայրության մեջ։ Նա կերակրում էր երկուսին էլ, հերթով, անսահման համբերությամբ։ Տիկին Մարթան գրեթե ամեն օր էր այցելում, օգնելով ամեն ինչում, ինչ կարող էր, դստեր համար սննդարար կերակուրներ պատրաստելով, թոռների համար ավելի շատ հագուստ հյուսելով։ Տունը միշտ լի էր մարդկային ջերմությամբ, սեղանի շուրջ զրույցներով, պատմություններով, ստեղծվող հիշողություններով։ Միքայելը կտրուկ կրճատեց իր աշխատանքային բեռը։ Սկսեց հիվանդանոց գնալ շաբաթական ընդամենը 3 անգամ, պատվիրակելով գործառույթներ, ավելի շատ վստահելով իր թիմին։ Նա հասկացել էր, որ պետք չէ ներկա լինել յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր ընթացակարգի։ Հիվանդանոցը շարունակում էր կատարելապես գործել, գուցե նույնիսկ ավելի լավ, քանի որ հիմա նա հստակություն ուներ այն մասին, թե ինչն էր իսկապես կարևոր։ Այն օրերին, երբ տանն էր մնում, օգնում էր Կլարային երեխաների հետ, գնումներ էր անում թաղամասի շուկայում, տանը մանրուքներ էր շտկում, սովորում էր ապրել սովորական, պարզ կյանք, հայտնաբերում էր, որ այդ պարզությունը անչափելի արժեք ուներ։ Սելինան, իր հերթին, լավ չէր ընդունում նոր իրականությունը։ Նա հաճախ էր այցելում որդու տունը, միշտ թանկարժեք անհարկի նվերներ բերելով թոռների համար։ Նա հասնում էր իր ներկրված մեքենայով, դիզայներական հագուստներով, շուրջ բոլորը նայում էր արամարանքի անհավատալիության խառնուրդով։ Ինչպես կարող եք այսպես ապրել, Միքայել։ Այսքան փոքր տանը, այս թաղամասում։ Դուք պետք է երեխաներին բերեք առանձնատուն, որտեղ նրանք տարածք, հարմարավետություն, ամենալավը կունենային։ Միքայելը միշտ հաստատուն էր պատասխանում։ Նրանք այստեղ ունեն ամենալավը, մայր։ Սեր, ներկայություն, ընտանիք։ Դա փողով չի գնվում։ Սելինան խրխրում էր, դժգոհ, բայց չէր կարողանում հակադարձել։ Նա փորձում էր վերահսկել այլ ձեռով։ Ցանկանում էր ընտրել մանկաբույժներին, ցանկանում էր լրիվ դրույքով դայակներ վարձել, ցանկանում էր հարյուրավոր հյուրերով շքեղ մկրտություն կազմակերպել։ Կլարան Միքայելը նրբորեն մերժում էին ամեն ինչ։ Շնորհակալություն էին հայտնում մտահոգության համար, բայց պարզ էին դարձնում, որ երեխաների վերաբերյալ որոշումները իրենցն են։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին մի կոնկրետ դրվագում։ Սելինան հայտնվեց զույգի տանը, առաջարկով։ Ցանկանում էր, որ Պետրոսին Էլիզային մկրտեն ընտանեկան ավանդույթի ամբողջական անուններով։
Պետրոս Անտոն Կարապետ Բաղդասարյան, ի պատիվ նախապապի։ Էլիզա Մարիա Սելինա Բաղդասարյան, ներառելով իր անունը։ Բացի այդ, ցանկանում էր հանդիսավոր միջոցառում, քաղաքի մայր տաճարում, խնջույքով Երանի ամենահեղինակավոր ակումբում։ Կլարան Միքայելը լուր լսեցին ամեն ինչ։ Այնուհետ նայեցին միմյանց, առանց բառերի կարիքի, հասկացան, որ համաձայն են։ Միքայելը խորը շունչ քաշեց, խոսեց մոր հետ, հարգանքով, բայց հաստատուն. «Մայր, ես շնորհակալ եմ ձեր մտահոգության, ձեր քնքշանքի համար, ձեր թոռների հանդեպ։ Բայց Կլարան ես արդեն որոշել ենք։ Մկրտությունը կլինի պարզ, թաղամասի եկեղեցում, միայն մոտ հարազատների, սիրելի ընկերների ներկայությամբ։ Մեր երեխաների անուններն արդեն ընտրված են։ Պետրոս Անտոն, այո, ի պատիվ իր նախապապի, նա մայրական պապի, Կլարայի հոր։ Եվ Էլիզա Մարթա, ի պատիվ մայրական տատի։ Այս երեխաները կմեծանան, պատվելով երկու ընտանիքներին, ոչ միայն մեր տոհմին։ Սելինան գունատվեց. «Դուք ինձ մեկուսացնում եք իմ սեփական թոռների կյանքից»։ Միքայելը գլխով արեց. «Ես ոչ ոքի չեմ մեկուսացնում։ Բայց նա թույլ չեմ տա, որ դուք փորձեք վերահսկել մեր կյանքը։ Դուք կարող եք այցելել, կարող եք շփվել, կարող եք սիրել Պետրոսին, Էլիզային։ Բայց հարգելով մեր սահմանները, մեր ընտրությունները, մեր երեխաներին մեծացնելու մեր ձ»։ Սելինան վեր կացավ, կատաղած, դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Կլարան, ով նստած էր Միքայելի կողքին, բռնեց նրա ձեռքը։ «Դուք ճիշտ բան արեցիք», ասաց նա մեղմորեն։ Նա գլխով արեց, բայց կրծքին ցավ էր զգում։ Մորը դիմակայելը երբեք հեշտ չէր, նույնիսկ երբ նա գիտեր, որ ճիշտ է։ Հաջորդ շաբաթներին Սելինան բացակայում էր։ Չէր այցելում, չէր զանգում, նորություններ չէր տալիս։ Միքայելը կարոտում էր նրան, չնայած ամեն ինչին։ Ի վերջո, նա իր մայրն էր։ Բայց նա գիտեր, որ այդ հեռավորությունը անհրաժեշտ էր։ Անհրաժեշտ էր հստակ սահմաններ դնել, այլապես նա միշտ կփորձեր մանիպուլյացիայի ենթարկել, վերահսկել։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելի բան։ Տիկին Մարթան, ով գրեթե ամեն օր էր այցելում զույգի տունը, նախաձեռնություն ցուցաբերեց։ Նա գտավ Սելինային։ Գնաց Բաղդասարյանների առանձնատունը, խնդրեց խոսել նրա հետ, երբ վերջապես նստեցին դեմ առ դեմ, տիկին Մարթան խոսեց այն պարզ իմաստությամբ, ով շատ է ապրել, սովորել կյանքից։ Ահա, Սելինա, ես գիտեմ, որ մենք տարբեր աշխարհներից ենք։ Դուք փող ունեք, անուն, ավանդույթ։ Ես թոշակառու դերձակուհի եմ, այրի, ապրում եմ վարձակալած բնակարանում։ Բայց մի բան ունենք ընդհանուր։ Մենք սիրում ենք նույն երեխաներին։ Մենք նրանց համար լավագույնն ենք ուզում։ Եվ գիտեք, թե որն է լավագույնը։ Դա փողը չէ, դա կարգավիճակը չէ։ Դա ներկա սիրող տատիկներ ունենալն է, ովքեր հարգում են երեխաների ծնողներին, նրանց հետ երջանիկ հիշողություններ են ստեղծում։ Սելինան լուր լսեց, աչքերը լցված։ Տիկին Մարթան շարունակեց. «Դուք վախենում եք վերահսկողությունը կորցնելուց։ Բայց սերը վերահսկողության մասին չէ։ Այն նվիրումի մասին է։ Ես նույնպես ստիպված էի դա սովորել։ Իմ աղջիկը մեծացավ, ամուսնացավ, մայր դարձավ։ Ես կարող էի ուզել հրամայել, ուզել, որ նա ամեն ինչ աներ իմ ձով։ Բայց այդ դեպքում ես կկորցնեի նրան։ Այսպիսով ես սովորեցի հարգել, աջակցել, ներկա լինել, առանց խեղդելու։ Եվ ես ձեզ մի բան կասեմ, այսպես շատ ավելի հաճելի է»։ Առաջին անգամ երկար ժամանակ անց Սելինան լաց եղավ։ Իսկապես լաց եղավ, առանց դիմակների, առանց հպարտության։ Նա խոստովանեց, որ վախենում էր մի կողմ մնալուց, կարոր չլինելուց, իր որդուն կորցնելուց, ում սիրում էր, նույնիսկ առանց ցույց տալու։ Տիկին Մարթան բռնեց նրա ձեռքը, ասաց, որ դեռ ուշ չէ փոխվելու, սովորելու, որդու թոռների հետ իսկական հարաբերություններ կառուցելու համար։ Մի քանի օր անց Սելինան հայտնվեց Վարդերի այգի թաղամասի տանը։ Բայց այս անգամ այլ էր։ Նա չէր եկել ներկրված մեքենայով։ Նա տաքսի էր վերցրել։ Նա դիզայներական հագուստ չէր կրում։ Նա պարզ ջինսե տաբատ աննկատ բլուզ էր հագել։ Նա թանկարժեք նվերներ չէր բերել։ Նա տնական տորթ էր բերել, որը ինքն էր փորձել պատրաստել, ծուռ կիսաայրված, բայց արված մտադրությամբ։ Կլարան բացեց դուռը, զարմացավ իր սկեսուրի տեսքից, այդքան տարբեր, այդքան մարդկային։ Սելինան ներողություն խնդրեց։ Ասաց, որ ինքը եղել է ամբարտավան, վերահսկող, անզգա։
որ սովորում է դանդաղորեն այլ լինել, որ ցանկանում է լինել թոռների կյանքի մի մասը, բայց այնպես, ինչպես Կլարան Միքայելը ճիշտ կհամարեն։ Կլարան, աչքերը լցված արցունքներով, գրկեց սկեսուրին։ Նրանք ժամերով զրուցեցին, մինչ Միքայելը հոգ էր տանում երեխաների մասին։ Նրանք խոսեցին վախերի, ակնկալիքների, անցյալի այն մասին, թե ինչպես կարող էին միասին ավելի լավ ապագա կառուցել։ Այդ օրվանից Սելինան սկսեց պարբերաբար այցելել, բայց այլ ոգով։ Նա թոռների հետ խաղում էր հատակին, օգնում էր Կլարային խոհանոցում, սովորում էր պարզ բաներ անել, ինչպիսիք են երեխաներին գրկելը, երգեր երգելը։ Միքայելը դիտում էր այդ փոխակերպումը թեթացումի զգացմունքի խառնուրդով։ Իր մայրը վերջապես թույլ էր տալիս իրեն տատիկ լինել, մարդ լինել, երջանիկ լինել։ Ինչ վերաբերում է հիվանդանոցին, Միքայելը ստիպված էր կարևոր որոշումներ կայացնել։ Պապի կտակում սահմանված ժամկետը լրացել էր։ Նա ամուսնացած էր, ուներ ժառանգներ։ Հետաբար Բաղդասարյանի առողջապահական ցանցի վերահսկողությունը կմնար նրա մոտ։ Բայց նա այլևս չէր ցանկանում ամեն ինչ մենակ կառավարել։ Նա հանդիպում հրավիրեց կառավարման խորհրդի հետ, կառուցվածքային փոփոխություններ առաջարկեց։ Ցանկանում էր ցանցը վերածել ավելի մեծ սոցիալական պատասխանատվության, կարիքավոր համայնքներին ծառայությունների, նոր բժիշկների պատրաստման վրա կենտրոնացած հաստատության։ Ցանկանում էր պատվել պապի ժառանգությունը ոչ միայն հիվանդանոցը պահպանելով, այլ այն դարձնելով մի վայր, որն իսկապես կփոխեր կյանքեր։ Խորհրդի որոշ անդամներ դիմադրեցին, պնդելով, որ դա կնվազեցնի շահույթը։ Միքայելը հաստատ ուներ։ Ասաց, որ նախընտրում է ունենալ ավելի փոքր հիվանդանոց, ավելի քիչ շահույթով, բայց որն իրական փոփոխություն կմտցներ, քան անհոգի ֆինանսական կայսրություն։ Եվ ի զարմանս շատերի, խորհրդի մեծամասնությունը պաշտպանեց առաջարկը։ Այնտեղ բժիշկներ կային, մասնագետներ, ովքեր կրթություն էին ստացել հիմնադրի ղեկավարությամբ, ովքեր կիսում էին այդ հումանիստական տեսլականը։ Փոփոխությունը հաստատվեց։ Հաջորդ ամիսներին Բաղդասարյանի առողջապահական ցանցը իրականացրեց անվճար բուժման ծրագրեր ծայրամասային համայնքներում, համագործակցություններ պետական դպրոցների հետ առողջապահական կրթության համար, կրթաթոշակներ ցածր եկամուտ ունեցող բժշկական ֆակուլտետի ուսանողների համար։ Հիվանդանոցը սկսեց ճանաչվել ոչ միայն տեխնիկական գերազանցության, այլ սոցիալական հանձնառության համար։ Միքայելը զգում էր, որ վերջապես պատվում է պապի իսկական ժառանգությունը։ Տանը երեխաներն արագ մեծանում էին։ Պետրոսն իր առաջին քայլերն արեց 10 ամսականում, ի հուսահատություն Կլարայի, ով վազում էր նրա հետից ամբողջ տանը, փորձելով կանխել, որ նա չվնասվի։ Էլիզան ավելի զգույշ էր, դիտում էր, թե ինչպես է եղբայրը ընկնում վեր կենում, նախքան ինքը կփորձեր։ Երբ վերջապես քայլեց 11 ամսականում, դա այնպիսի վստահությամբ էր, որ զարմացրեց բոլորին։ Կլարան վերադարձավ դասավանդելու, երբ երկվորյակները 1 տարեկան դարձան։ Նա կարոտում էր դպրոցի երեխաներին, դասարանը, կրթության մեջ փոփոխություն մտցնելու զգացումը։ Միքայելն ամբողջովին պաշտպանեց որոշումը։ Նրանք վարձեցին վստահելի դայակ, օրվա ընթացքում օգնելու համար կազմակերպեցին առօրյան, որպեսզի նրանցից մեկը միշտ ներկա լիներ տանը երեկոյան գիշերը։ Կլարան վերադարձավ թարմացած, լի պատմություններով, որոնք պատմում էր աշակերտներին իր սեփական երեխաների մասին, աշակերտները սիրում էին լսել նրան։ Տիկին Մարթան շարունակում էր մշտական ներկայություն ունենալ ընտանիքի կյանքում։ Նա հագուստ էր կարում թոռների համար, պատմում էր այն ժամանակների պատմություններ, երբ Կլարան երեխա էր, սովորեցնում էր հին բաղադրատոմսեր։ Պետրոսն ու Էլիզան սիրում էին տատիկ Մարթային։ Նա հատուկ ձուն էր ամեն ինչ խաղ դարձնելու, սովորական կեսօրը արկածի վերածելու։ Նա սովորեցնում էր նրանց կարել, պարզ բաղադրատոմսերով ուտեստներ պատրաստել, գնահատել կյանքի փոքրիկ բաները։ Սելինան նույնպես վերածվել էր ներկա քնքուշ տատիկի։ Նա պարբերաբար այցելում էր, բայց միշտ հարգելով տան տարածքը կանոնները։ Նա սովորեց խաղալ հատակին, ձեռքերը ներկոտել թոռների հետ ներկելիս, անիմացիոն ֆիլմեր դիտել անկեղծ ուշադրությամբ։ Նա վաճառել էր սառը պաշտոնական առանձնատունը գնել ավելի փոքր, ավելի հարմարավետ, ավելի մարդկային բնակարան։ Նա դեռ պահպանում էր իր հարմարավետ կյանքի մակարդակը, բայց հասկացել էր, որ երջանկությունը ուղղակի կապ չունի ունեցվածքի չափի հետ։ Սելինայի ամենագեղեցիկ փոխակերպումներից մեկը Կլարայի հետ զարգացրած հարաբերություններն էին։ Երկուսը, ովքեր սկսել էին որպես հակառակորդներ, դարձան իսկական ընկերներ։ Սելինան սովորեց գնահատել հարսի լուր ուժը, նրա պարզ իմաստությունը, անվերապահորեն սիրելու կարողությունը։
Եվ Կլարան իր հերթին սովորեց տեսնել Սելինայի սկզբնական սառնությունից այն կողմ, հասկանալով, որ այդ զրահի հետում կա կյանքից վիրավորված կին, ով պարզապես պետք է սովորեր բացվել սիրո համար։ Մի կիրակի կեսօր նրանք երկուսը Վարդերի այգի թաղամասի տան խոհանոցում էին, միասին ճաշ պատրաստելիս։ Միքայելը բակում էր, երեխաների հետ խաղալիս, իսկ տիկին Մարթան հանգստանում էր հյուրասենյակում։ Սելինան, բանջարեղեն կտրատելիս, նայեց Կլարային ասաց մի բան, որը զարմացրեց Հարսին։ «Գիտեք, Կլարա, ես ամբողջ կյանքում ուզում էի կատարյալ լինել։ Լավ հագնվել, լավ խոսել, ամեն ինչ վերահսկել։ Կարծում էի, որ դա հաջողություն էր։ Բայց դուք ինձ ցույց տվեցիք, որ ես ամբողջովին սխալվում էի։ Դուք ձեր պարզությամբ, ձեր համեստությամբ նվաճեցիք այն, ինչ ես երբեք չկարողացա, իսկապես երջանիկ ընտանիք։ Եվ ինձ սովորեցրիք, որ երբեք ուշ չէ փոխվելու համար»։ Կլարան թողեց իր արածը գրկեց սկեսուրին։ «Սելինա, ոչ ոք կատարյալ չէ։ Ես նույնպես թերություններ ունեմ, անվստահություններ, վախեր։ Բայց մենք սովորում ենք, մենք մեծանում ենք, մենք փորձում ենք ամեն օր ավելի լավը լինել։ Եվ դուք այդպիսին եք։ Երեխաները սիրում են ձեզ։ Միքայելը սիրում է ձեզ։ Եվ ես նույնպես սիրում եմ ձեզ»։ Երկուսը երկար վայրկյաններ մնացին գրկախառնված, լաց լինելով ապաքինման, հաշտեցման, իսկական սիրո արցունքներով։ Երբ Պետրոսն ու Էլիզան 5 տարեկան էին, Կլարան Միքայելը որոշեցին ընդլայնել ընտանիքը։ Ոչ թե արտաքին ճնշման, ոչ թե պարտավորության պատճառով, այլ քանի որ զգում էին, որ շատ սեր ունեն տալու, որ իրենց երեխաները կշահեին եղբայր կամ քույր ունենալուց։ Նրանք բացահայտ խոսեցին երկվորյակների հետ, բացատրելով, որ գուցե նոր երեխա ունենան տանը։ Պետրոսն անմիջապես ոգորվեց։ «Ես ուզում եմ եղբայր, գնդակ խաղալու համար»։ Էլիզան, ավելի զգույշ, հարցրեց, թե արդյոք երեխան կքնի իր սենյակում։ Կլարան ծիծաղեց ասաց, որ նրանք միասին կկազմակերպեն ամեն ինչ։ Բայց այս անգամ, ի տարբերություն առաջին հղիության, որը լի էր լարվածությամբ, անորոշությամբ, Կլարան Միքայելը որոշեցին, որ եթե դա տեղի ունենար, դա կլիներ ճիշտ ժամանակին։ Եթե չլիներ, նրանք կքննարկեին որդեգրումը։ Նրանք հասկացել էին, որ ընտանիքը միայն արյունակցական կապերի մասին չէ, այլ սիրո, հանձնառության, ներկայության մասին։ Եվ նրանք այնքան շատ սեր ունեին առաջարկելու։ Ի զարմանս բոլորի, Կլարան 3 ամիս անց բնականաբար հղիացավ։ Երբ նա իմացավ, հազիվ էր կարողանում հավատալ։ Նրա մարմինը, որը նախկինում անկարող էր կյանք ստեղծելու, ստեղծել էր ոչ միայն 2, այլ հիմա 3-րդ հրաշքը։ Հղիությունը հանգիստ էր, առանց բարդությունների։ Կլարան շարունակեց աշխատել մինչ 8-րդ ամիսը, միշտ մեծ որովայնը շոյվելիս աշակերտների կողմից, ովքեր հարցնում էին, թե երբ է ծնվելու երեխան։ Պետրոսն ու Էլիզան հետեցին ամբողջ հղիությանը հետաքրքրությամբ քնքշանքով։ Նրանք խոսում էին մոր որովայնի հետ, երգեր էին երգում, նկարներ էին անում ապագա եղբոր համար։ Երբ Կլարան իմացավ, որ տղա է, Պետրոսը ուրախացավ։ «Ես նրան կսովորեցնեմ գնդակ խաղալ, ծառեր բարձրանալ, քաջ լինել»։ Էլիզան, իր հերթին, ասաց, որ կսովորեցնի եղբորը կարդալ, նկարել, բարի լինել։ Փոքրիկը ծնվեց արոտ շաբաթ առավոտյան։ Կլարան տանն էր, երբ զգաց կծկումները։ Այս անգամ Միքայելը հանգիստ էր պահում։ Նա հանգիստ տարավ կնոջը հիվանդանոց, մինչ տիկին Մարթան Սելինան երկվորյակների հետ էին։ Ծնունդը արագ էր առանց բարդությունների։ Երբ երեխան ծնվեց, ուժեղ առողջ, բարձր լաց լինելով, Կլարան Միքայելը նայեցին միմյանց ժպտացին։ Եվս մեկ հրաշք։ Նրանք նրան Անտոն անունը տվեցին, ի պատիվ 2 պապերի, հիվանդանոցի հիմնադրի ավտոբուսի վարորդի։ Անուն, որը միավորում էր 2 տոհմերը, որը պատվում էր անցյալը տոնում ներկան։ Երբ Պետրոսն ու Էլիզան հիվանդանոցում հանդիպեցին իրենց փոքրիկ եղբորը, դա մաքուր կախարդանքի պահ էր։ Երկուսն էլ նայեցին այդ մանրիկ էակին, հիացմունքի պատասխանատվության խառնուրդով։ Պետրոսը, իր 5 տարեկանում, լրջորեն ասաց. «Ես միշտ կպաշտպանեմ նրան»։ Էլիզան համաձայնեց։ «Եվ ես նրան կսովորեցնեմ այն ամենը, ինչ գիտեմ»։ Վարդերի այգի թաղամասի տունն ավելի շատ կյանք ստացավ։ 3 երեխա օրերը լցնում էին աղմուկով, ծիծաղով, անկարգությամբ սիրով։ Կլարան Միքայելը մշտապես հոգնած էին, բայց երջանիկ էին այնպես, ինչպես երբեք չէին պատկերացրել։ Գիշերները կարճ էին, օրերը՝ ինտենսիվ, բայց յուրաքանչյուր պահ արժեր։
Միքայելը նայում էր այն կյանքին, որը կառուցել էր, հազիվ էր ճանաչում այն մարդուն, ով եղել էր մինչ Կլարային հանդիպելը։ Այն սառը բժիշկը, ով մոլուցքով էր տարված աշխատանքով, փակված կեղծիքի պահանջների աշխարհում մահացել էր։ Նրա փոխարեն ծնվել էր ամբողջական մարդ, ներկա հայր, սիրահարված ամուսին, մարդ, ով սովորել էր հաջողության իսկական իմաստը։ Կլարան իր հերթին նայում էր իր 3 երեխաներին, իր սիրելի ամուսնուն, պարզ, բայց սիրով լի տանը զգում էր, որ իր բոլոր երազանքները իրականացել են։ Ոչ այնպես, ինչպես նա պատկերացրել էր երիտասարդ տարիքում, բայց ավելի գեղեցիկ, ավելի ճշմարիտ, ավելի խորը ձով։ Նա հասկացել էր, որ սերը չի հետում կանխատեսելի սցենարներին։ Այն ի հայտ է գալիս ամենաանսպասելի վայրերում, ամենաանհավանական իրավիճակներում ամեն ինչ վերափոխում է։ Մի կիրակի կեսօր ամբողջ ընտանիքը հավաքված էր տան բակում։ Միքայելը խորոված էր անում, Կլարան աղցաններ էր պատրաստում, տիկին Մարթան Սելինան հոգ էին տանում փոքրիկ Անտոնի մասին, մինչ Պետրոսն ու Էլիզան խաղում էին թաղամասի մյուս երեխաների հետ, ովքեր հրավիրվել էին։ Տունը լիքն էր, աղմկոտ, անկարգ։ Եվ հենց այդպես էլ կատարյալ էր։ Որոշ պահի Միքայելը դադարեցրեց իր արածը, պարզապես դիտեց այդ տեսարանը։ Նա տեսավ իր կնոջը ընկերուհիների հետ ծիծաղելիս, տեսավ իր երեխաներին մարգագետնով վազվզելիս, տեսավ 2 տատիկներին հանգիստ զրուցելիս, տեսավ հարաններին կիսելիս ուտելիք պատմություններ։ Եվ հասկացավ, որ դա, այդ պարզ սովորական պահը, իսկական գանձն էր։ Ոչ հիվանդանոցի շենքերը, ոչ բանկի փողը, ոչ կարոր ազգանունը, այլ այդ մարդկային կապերը, այդ կիսված սերը, այդ պատկանելության զգացումը։ Կլարան մոտեցավ նրան, գրկեց նրան հետից գլուխը հենեց նրա մեջքին։ Ինչի՞ մասին ես մտածում։ Նա շրջվեց, գրկեց նրան, ասաց. Ես մտածում եմ, թե որքան մոլորված էի քեզանից առաջ, թե ինչպես էի փորձում փրկել սխալ կայսրությունը։ Իսկական կայսրությունը, որը ես պետք է կառուցեի, այստեղ էր, այս տանը, քեզ հետ, մեր երեխաների հետ, մեր ընտանիքի հետ։ Կլարան ժպտաց, աչքերը լցված։ Եվ դուք կառուցեցիք։ Մենք միասին կառուցեցինք։ Սիրուց, հարգանքից, ներկայությունից կառուցված կայսրություն։ Կայսրություն, որը ոչ մի կտակ չի կարող խլել, որը ոչ մի փող չի կարող գնել, որը ոչ մի հանգամանք չի կարող կործանել։ Միքայելը համբուրեց նրան, նուրբ համբույրով, լի երախտագիտությամբ, սիրով։ Այդ գիշեր, երբ բոլորն արդեն գնացել էին, երեխաները քնած էին, Կլարան Միքայելը նստեցին տան պատշգամբում։ Նրանց վերում աստղազարդ երկինք կար, նուրբ զեփյուռ, այգուց եկող հասմիկի բույր։ Նրանք մնացին այնտեղ, լուռ, պարզապես վայելելով այդ պահի խաղաղությունը։ Առաջինը Կլարան խոսեց. Հիշում եք այն խորհրդատվությունը ձեր գրասենյակում, երբ ինձ այդ սարսափելի ախտորոշումը տվեցիք։ Միքայելը գլխով արեց։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դուք այնքան վախեցած էիք, այնքան խոցելի։ Եվ ես այնքան կապված էի իմ պրոֆեսիոնալ սառնությանը, որ գրեթե չնկատեցի։ Կլարան շարունակեց. Այդ օրը ես կարծեցի, որ իմ կյանքը վերջացել է, որ իմ երազանքները կործանված են։ Բայց իրականում դա այն օրն էր, երբ ամեն ինչ սկսվեց։ Այն օրը, երբ ես հանդիպեցի ձեզ, այն օրը, երբ մեր պատմությունը սկսեց գրվել։ Միքայելը բռնեց նրա ձեռքը։ Եվ ինչպիսի զարմանալի պատմություն։ Այն սկսվեց որպես սառը պայմանագիր, հարմարավետության համաձայնություն։ Եվ վերածվեց ամենագեղեցիկ ճշմարիտ բանի, որը ես երբե ապրել եմ։ Դուք ինձ սովորեցրիք սիրել, Կլարա։ Ինձ սովորեցրիք իսկապես ապրել։ Կլարան սեղմեց նրա ձեռքը։ Եվ դուք ինձ տվեցիք այն ամենը, ինչի մասին երազում էի։ Ընտանիք, երեխաներ, տուն։ Բայց ավելին, դուք ինձ տվեցիք իսկական, խորը, վերափոխող սեր։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, դիտելով աստղերը։ Մտածելով այն ամենի մասին, ինչի միջով անցել էին։ Դժվարությունները, մարտահրավերները, փոխակերպումները։ Եվ հասկանալով, որ յուրաքանչյուր խոչընդոտ անհրաժեշտ էր, յուրաքանչյուր ցավ իմաստ ուներ, յուրաքանչյուր արցունք ջրել էր այն հողը, որտեղ ծաղկել էր այդ սերը։ Տարիները շարունակեցին անցնել։ Պետրոսը, Էլիզան, Անտոնը մեծացան առողջ, երջանիկ, շրջապատված սիրով ամուր արժեքներով։ Նրանք հաճախում էին թաղամասի պետական դպրոցը, խաղում էին փողոցներում մյուս երեխաների հետ, սովորում էին գնահատել այն, ինչն իսկապես կարևոր էր կյանքում։ Նրանք ամեն ինչ չունեին, բայց ունեին էականը։ Եվ դա ամբողջ տարբերությունն էր։
Միքայելն ու Կլարան միասին ծերացան, ձեռք ձեռքի տված, դիմակայելով կյանքի մարտահրավերներին այն ուժով, որը միայն իսկական սերն է տալիս։ Եղան դժվար պահեր, ինչպես ցանկացած կյանքում։ Եղան վեճեր, հոգնածություն, մտահոգություններ փողի, առողջության, երեխաների կրթության վերաբերյալ։ Բայց ոչ մի պահ նրանք չդադարեցին ընտրել միմյանց։ Ոչ մի պահ նրանց միջ եղած սերը չտատանվեց։ Հիվանդանոցը շարունակեց բարգավաճել ոչ միայն որպես առողջապահական հաստատություն, այլ որպես հումանիստական բժշկության հենակետ։ Միքայելը հարյուրավոր բժիշկներ պատրաստեց, ովքեր առաջ տարան մարդու վրա կենտրոնացած խնամքի փիլիսոփայությունը, ոչ միայն հիվանդության։ Եվ երբ վերջապես թոշակի անցնելու ժամանակը եկավ, նա դա արեց մաքուր խղճով, որովհետև պատվել էր պապի ժառանգությունը ամենաճշմարիտ ձով։ Կլարան դպրոցից թոշակի անցավ 60 տարեկանում, փայլուն կարիերայից հետո, որը փոխել էր հարյուրավոր երեխաների կյանքը։ Իր հրաժեշտի խնջույքին, որը կազմակերպվել էր գործընկերների նախկին աշակերտների կողմից, նա զգացմունքներից լաց եղավ, տեսնելով, թե քանի կյանքի էր դիպչել։ Նրա աշակերտներից շատերը, արդեն մեծահասակներ, վերադարձան շնորհակալություն հայտնելու։ Ասում էին, որ նա առաջին մարդն էր, ով հավատացել էր իրենց, տեսել էր իրենց, ստիպել էր նրանց զգալ, որ նրանք ունակ են ամեն ինչի։ Եվ Կլարան հասկացավ, որ աշխարհում փոփոխություն մտցնելու իր երազանքը իրականացել էր շատ ավելի լայնորեն, քան նա երբևէ պատկերացրել էր։ Տիկին Մարթան հանգիստ մահացավ 85 տարեկանում, շրջապատված սիրով, լիարժեք երջանիկ կյանքից հետո։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ Վարդերի այգի թաղամասի տանը, որտեղ նա այդքան ուրախ կեսօրներ էր անցկացրել թոռների հետ։ Կլարան լաց եղավ իր մոր համար, վստահ լինելով, որ նա հանգիստ էր հեռացել, իմանալով, որ նա արտասովոր դուստր էր մեծացրել, որ իր թոռները հավերժ կկրեն նրա ուսմունքները։ Սելինան, ում ոչ ոք չէր սպասում, դարձավ արտասովոր երկարակյաց պարզամիտ տատիկ։ Նա հասավ 90 տարեկանի, դեռ ակտիվ, դեռ այցելում էր թոռներին ծոռներին, դեռ պատմում էր ընտանեկան պատմություններ։ Նա Կլարան մինչ վերջ պահպանեցին խորը բարեկամություն։ Եվ երբ Սելինան վերջապես հեռացավ, Կլարան էր, ով բռնեց նրա ձեռքը, ով շնորհակալություն հայտնեց նրան սիրել սովորելու համար, ով ներեց նրան անցյալի բոլոր սխալների համար։ Պետրոսը մեծացավ դարձավ ֆիզիկական կրթության ուսուցիչ, աշխատելով կարիքավոր համայնքների երեխաների հետ, նրանց սպորտի միջոցով սովորեցնելով կարգապահություն, թիմային աշխատանք, հաղթահարում։ Ամուսնացավ մի ուսուցչուհու հետ, ում հանդիպել էր սոցիալական ծրագրում, ունեցավ 3 երեխա։ Էլիզան շարունակեց ակադեմիական կարիերա, դարձավ կենսաբանության հետազոտող, նվիրվելով բուժիչ բույսերի ուսումնասիրությանը դրանց կիրառմանը ցածր եկամուտ ունեցող համայնքներում։ Ամուսնացավ գործընկեր հետազոտողի հետ, որդեգրեց 2 երեխա։ Անտոնը կրտսերը զարմացրեց բոլորին, դառնալով բժիշկ, ինչպես հայրը, բայց մասնագիտացավ մանկաբուժության մեջ, ասելով, որ ցանկանում է խնամել երեխաներին, ինչպես մայրը միշտ արել էր, բայց բժշկության միջոցով։ Վարդերի այգի թաղամասի տունը, որը մի օր փոքր էր թվում Միքայելի ամբողջ կյանքի ընթացքում ճանաչած չափանիշներով, բավականաչափ մեծ դուրս եկավ ամբողջ կյանքի հիշողությունները պահելու համար։ Երբ Կլարան Միքայելը ծերացան, երեխաները առաջարկեցին, որ նրանք տեղափոխվեն ավելի հարմարավետ վայր, ավելի քիչ աստիճաններով, ավելի ժամանակակից, երկուսն էլ մերժեցին։ Դա նրանց տունն էր։ Այնտեղ նրանք երջանիկ էին եղել, այնտեղ նրանք մեծացրել էին իրենց երեխաներին, այնտեղ սեր կար յուրաքանչյուր աղյուսում, յուրաքանչյուր անկյունում, այգու յուրաքանչյուր բույսում։ Եվ հենց այդ տանը մի հանգիստ կիրակի կեսօր Կլարան Միքայելս մեկ անգամ նստեցին պատշգամբում, այժմ սպիտակ մազերով, կնճռոտված ձեռքերով, բայց դեռ միահյուսված հիշեցին ամբողջ ճանապարհը։ Կլարան ժպտաց ասաց. Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր այն օրը գրասենյակում, որ ես կգտնեի իմ կյանքի սերը հարմարավետության պայմանագրում, ես երբեք չէի հավատա։ Միքայելը դանդաղ ծիծաղեց, այն մարդու ծիծաղով, ով շատ է ապրել, ավելին է սովորել։ Եվ եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ պետական դպրոցի ուսուցչուհին ամբողջովին կփոխի իմ կյանքը, ինձ կսովորեցնի, թե ինչն է իսկապես կարևոր, ինձ կտա այն ընտանիքը, որը ես միշտ ուզել եմ, բայց երբեք չգիտեի, որ կարիք ունեմ, ես նույնպես չէի հավատա։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ դա լավագույնն էր, ինչ կարող էր պատահել։ Կլարան գլուխը հենեց նրա ուսին։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենագեղեցիկը թվում այս ամենում։ Այն, որ մեր սերը չսկսվեց ճնշող գրքից, հրավառությունից, կինոյի տեսարաններից։ Այն սկսվեց սառը համաձայնությունից, փոխադարձ անհրաժեշտությունից, գործարքից։ Բայց հենց դրա համար էլ այն այդքան ուժեղ է։ Որովհետև այն կառուցվել է աղյուս առ աղյուս, օրեցօր, ընտրություն առ ընտրություն։
Դա գիտակցված, կանխամտածված, իսկական սեր էր։ Միքայելը համբուրեց նրա գլխի վերը։ Եվ շարունակում է այդպես լինել։ Ամեն օր ես ընտրում եմ սիրել քեզ։ Ամեն օր ես ընտրում եմ այս կյանքը, որը մենք միասին կառուցեցինք։ Եվ ամեն օր ես շնորհակալ եմ այն օրվա համար, երբ դու մտար իմ գրասենյակ, վախեցած խոցելի, ընդմիշտ փոխեցիր իմ կյանքը։ Կլարան ժպտաց։ Եվ ես շնորհակալ եմ, որ դուք քաջություն ունեցաք անել այդ անհեթեթ առաջարկը։ Որ դուք հնարավորություն տեսաք այնտեղ, որտեղ ես միայն անհնարինություն էի տեսնում։ Որ դուք ինձ հնարավորություն տվեցիք իրականացնել իմ երազանքները, միաժամանակ հայտնաբերել, որ իմ երազանքները շատ ավելի փոքր էին, քան այն իրականությունը, որը մենք միասին կառուցեցինք։ Արը սկսեց մայր մտնել, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Այգին լի մանուշակներով, որոնց Կլարան հոգ էր տանում տասնամյակներ շարունակ, նուրբ բույր էր արձակում։ Փողոցից լսվում էր երեխաների խաղի, ծիծաղի, ապրելու ձայնը։ Եվ այնտեղ, այդ պարզ պատշգամբում, այդ համեստ տանը, այդ սովորական թաղամասում կար կենդանի ապացույցը, որ իսկական սերը կարիք չունի մեծ տեսարանների, նյութական հարստության, կինոյի կատարելության։ Իսկական սերը պարզապես կարիք ունի երկու մարդու, ովքեր պատրաստ են ամեն օր ընտրել միմյանց, միասին դիմակայել մարտահրավերներին, միասին տոնել հաղթանակները, կառուցել մի բան, որն ավելի մեծ է, քան իրենք։ Եվ Կլարան Միքայելը հենց դա էին արել։ Նրանք սառը պայմանագիրը վերածել էին ողջ կյանքի սիրո պատմության։ Նրանք ապացուցել էին, որ երբեմն ամենագեղեցիկ ավարտները սկսվում են ամենաանհավանական վայրերում։ Եվ մինչ Արը մայր էր մտնում Վարդերի այգի թաղամասի վրա, մինչ առաջին աստղերը սկսում էին հայտնվել երկնքում, Կլարան Միքայելը մնացին այնտեղ, գրկախառնված, լուռ, իմանալով, որ նրանք ապրել էին լիարժեք, ճշմարիտ, իմաստալից կյանք։ Եվ որ ամենամեծ ժառանգությունը, որը նրանք կթողնեին, փողը չէր լինի, ոչ էլ ունեցվածքը, ոչ էլ կարոր ազգանունները։ Այլ սիրո օրինակը, որը կարողացել էր փոխվել, հարմարվել, ամրապնդվել մարտահրավերների դեմ։ Սեր, որն ապացուցել էր, որ իսկական կայսրությունը կառուցված չէ բետոնից, այլ սիրուց։ Այն կառուցված չէ փողով, այլ ներկայությամբ։ Այն ժառանգված չէ կտակով, այլ մշակվում է օրեցօր, համբերությամբ, հարգանքով, նվիրումով։ Եվ այսպես, այդ պարզ տանը, այդ սովորական թաղամասում, այդ արտասովոր նորմալ կյանքում, Կլարան Միքայելը ապացուցեցին, որ սերը կարիք չունի կատարյալ լինելու, որպեսզի ճշմարիտ լինի։ Այն պարզապես պետք է իրական լինի։ Եվ նրանցը այդպիսին էր։ Սկզբից մինչ վերջ։ Պայմանագրից մինչ սիրտ։ Հարմարավետությունից մինչ հավերժություն։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Կլարայի Միքայելի պատմությունը շոշափել է ձեր սիրտը։ Եթե հուզվեցիք, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։